ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների և ժամանակների ձևավորողն է։ Ողջույն Չարքաստի մեր սիրելի հետևորդներ, այսօր Չարքաստի 7-րդ թողարկումն է, խոսելու ենք կառավարության նախագծի գեղագիտական տեղորոշիչների մասին, փիլիսոփայական տեսանկյունից, գրականության տեսանկյունից, մշակույթի տեսանկյունից, արվեստի տեսանկյունից, խոսելու ենք թե ինչպես արվեստը եւ գրականությունը կարող են ազդել մարդու վրա, ինչպես մարդը կարող է ազդել հասարակության վրա, ինչպես կարող է հասարակությունը ազդել պետության վրա, որոնք են դրանց կապերը, որտեղ է այդտեղ անհատի դերը, անհատի ազատ կամքի դերը, պետության դերը, այս բոլոր հարցերն ենք այսօր քննարկելու, էքսպերիմենտալ հաղորդում է լինելու, այսինքն չենք խոսելու կոնկրետ ինչ-որ գրական գործից, չենք խոսելու ինչ-որ հեղինակից, ավելի շատ մեր մտորումներից ենք խոսելու այդ նախագծի վրա, որովհետև կարծում ենք դա միտքը առնվազն կարևոր է քննարկման, արժանի է քննարկման, որովհետև ի վերջո մենք բոլորս ապրել ենք այդպիսի միջավայրում, նաև ունեցել ենք այդպիսի հասարակարգ խորհրդային միության կամ մնացածի տեսքով, բայց մինչև այդ ձեզ հետ են հաղորդավարներ արձակագիր Նորայր Սարգսյանը եւ հրապարակախոս Գոռ Անդրեանը եւ Նորոն ձեզ մի առաջարկ ունի մինչև վերջ եթերը դիտելու մնացածի մասին ինքը ավելի շատ ներկայացնի, նորո։ Բարև ձեզ, բայց ես մտածում եի ոնց որ ինչ հետաքրքիր բան կարելի անել, որոշեցի ոնց որ Վիկտորինա անենք։ Ինչպես դες հաղորդումներ կարա, որ ասում եմ, բայց ինձ ձեթ չեք տալու վերջում ոնց անեմ դե մասնակիցներին Վարամ Սահակյանը զինվոզիների բանն է մի խոսքով որոշել ենք քանի որ գրքերի մասին է այս հաղորդումը ամեն դեպքում գրականության մասին է որոշել ենք ամեն հաղորդման շուրջ քննարկումներում մեկնաբանություններում որ լինեն YouTube-յան ամենահետաքրքիր մեկնաբանությունը որը կգտնենք մենք կհասկանանք որ դա ամենալավն է կնվիրենք մեկ գիրք չգիտեմ Հայաստանի տարածքում անվճար կառաքենք դուրս էլ ուղարկենք երևի մի ձև էլի մի խոսքով էս քանի որ այս հաղորդումը դες կոնկրետ գրքի մասին չի դրա համար այս գիրքը որ ուղղակի որոշեցի Վահագն Գրիգորյան ժամանակակից հայ արձակ Ոստանի վերջին ճամփորդությունը շատ հետաքրքիր գիրք է հայկականության մասին եւ այս գիրքը կնվիրենք ամենալավ մեկնաբանությունը գրած մարդուն, այնպես որ ակտիվ եղեք մեկնաբանություններ գրեք ու ընդհանուր սկսենք արդեն երևի եթերը։ Իսկ դու ես որոշելու ամենահետաքրքիր մեկնաբանությունը, լայքերով ենք որոշելու, հետ էլի։ Արի իրար հետ որոշենք ես ու դու, լայքերը արի չէ էլի, ինձ թվում է այտենց սարքենք էլի, մեծացրեք լայքեք չսարքենք էլի։ Okay, լավ, շատ բարի, հաղորդում, okay։ Այսօրվա խոսալու առիթը, ինչպես ասացինք, բանն է, կառավարության նախագիծն է, կրթության նախարարության իդեմս նախագիծն է, իրական Հայաստանի ոնց է կոչվում նախագիծը, հիմա կարդում։ Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը, եթե կարճ ինչ է այս հայեցակարգը, ուրեմն նախարարությունը, կառավարությունը իդեմս նախարարության ասում է, որ իրական Հայաստանը, այն Փաշինյանի ասած իրական Հայաստանը, այսինքն այդ միտքը ինքը կարիք ունի աջակցության հասարակության կողմից, մարդիկ պետք է ընդունեն, հասկանան, առաջնորդվեն դրանով, որ մենք հասնենք ոնց որ մեր նպատակներին, այն ինչ նպատակներ իրենք առաջ են քաշում։ Ու իրենք ինչ են ասում են մինչև էս մարդիկ ապրել են դեպրեսիայով, ցավով, կսկիծով, տառապանքով, նեգատիվն են մենակ տեսել, պոզիտիվը չեն տեսել, ֆեստիվալները չեն տեսել, քեֆ ուրախությունը չեն տեսել, չգիտեմ, չեն հիմա, բայց ու այդ բանը ռոռոկվել է, ենթադրենք։ Միշտ այսքան կոպիտ ասած այդ նեգատիվը ավելի միգուցե գրավիչ է եղել ու այդ անդադ առաջադրվել։ Հիմա իրենք առաջարկում են որպես պետություն, որպես նախարարություն դրամաշնորհների, գրանտների, աջակցության տեսքով աջակցել են ծրագրերը, այսինքն օգնել են ծրագրերին, որոնք խոսեն ոնց որ իրական Հայաստանի արժեքների մասին, որն է տարածաշրջանային խաղաղությունը, Հայաստանի խաղաղությունը, դրական իրավիճակները, հա, պոզիտիվը ընդհանրապես ու դրա միջոցով ոնց որ կաջակցեն Հայաստանում այդ օպտիմիզմին, խաղաղ կյանքին, մարդկանց ոնց որ համակեցությանը, ընդհանուր վիճակներին, էլի։ Ինչ ենք մենք այս հարցը սկսել Ինչ ենք մենք այս հարցը կարևորում ու այս հարցը հիմա քննարկում, որովհետև առաջի հասկից կասեք դե լավ հիմա ես էլ եմ լիքը ստատուսներ եմ գրել առնով սոցիալական ցանցերում Facebook-ում, որ ինքը այտենց ձևով ստալինիզմ է, լավ ասենք լավ կլինի,
նույնիսկ չեմ հիշում, եթե կհիշես Չարենցի, երբ որ խորհրդային գրողն, մեր երկրորդ թողարկումը, երբ որ խորհրդային գրողների ոնց են համագումարն էին քննարկում, խորհրդային գրողները Հայաստանում ընդհանուր թեման էին քննարկում, այն ժամանակ էր չէ, թե հեղափոխությունների սկզբում մարդիկ բոլորը շատ պոզիտիվ են տրամադրված, միայն լավ բաներից են գրում, միայն զարգացումներից են գրում ու դրա արդյունքում Չարենցն էր դրանով տարված, մնացածներն են դրանով տարված, բայց հետո հետ են, չէ՞ գնում։ Հասկանում են, որ մենակ դրականի մասին գրելը կամ մենակ ինչ-որ ապագայի մասին գրելը ոնց որ չի աշխատում։ Հասարակությունները այտենց ոնց որ միաչափ չեն, սև ու սպիտակով չեն հասկանում։ Ու այս իրականում այս առումով ինքը շատ խորը փիլիսոփական խնդիր է, որտեղ մենակ Հայաստանից չի ծագում, ոչ էլ Ստալինից է ծագում, ոչ էլ չգիտեմ, եվրոպական երկրներից է ծագում, ոչ էլ ասիական երկրներից է ծագում։ Ես երբ որ այս թեմային պատասխանում եի, ամենաառաջինը որ հիշեցի, դա Պլատոնն էր, ընդ որում Պլատոնը ժամանակին այտենց իր աշխատանքներում ասում էր, որ իդեալական պետություն ստանալու համար, իդեալական հասարակություն, համակեցություն ստանալու համար փիլիսոփաները պետք է լինեն կառավարիչներ։ Դե ասում եմ փիլիսոփաները ոնց որ ամենազարգացածն են, ամենախելացին են, ամենաիմաստունն են, էսթետիկայի, գեղագիտության առումով ամենա ոնց որ հարգվածներն ու ոնց որ կրթվածներն են ու իրենց սարքած հասարակությունը պետությունը ամենալավը կլինի։ Այդ առումով Պլատոնը ստալինիստ էր թեկուզեք ու նաև Փաշինյանի ոնց որ նույն դպրոցից են էլի բոլորը, ասում էր պետությունը դասատու է։ Ուսուցիչը պետությունը, որը պետքա կրթի մարդկանց, այդ մարդիկ էլ դրա արդյունքում կստեղծեն համակեցություն, որտեղ բոլոր երջանիկ, ուրախ, զվարթ, բոլորի համար լավ կլինի։ ֆեստիվալ կլինի սաղի համար։ Երջանիկ, ուրախ, զվարթ, ոնց կուզեք էլի։ Դրայի հակադրություն ուրիշ փիլիսոփական ուղղություն կար, Արիստոտելի փիլիսոփական ուղղությունը, որը ընդ որում եվրոպական քաղաքակրթությունը մենք նաև ասիականը, չգիտեմ, դրա վրա հիմնված էլի, մենք ավելի շատ Արիստոտելյան ենք, հիմա կասեմ ինչի։ Արիստոտելը ինչ էր ասում, ասում էր մարդիկ մենակ լավի մասին չեն, կյանքը մենակ լավի մասին չի, լավի ու վատի մասին է, այսինքն այդպես բազմաչափ է կյանքը, միաչափ չի, սև ու սպիտակ չի։ Ու իրականում արվեստը պետքա մարդկանց լավի ու վատի մեջով անցկացնի, ցույց տա լավ ու վատ կողմերը։ Մարդիկ օրինակ Արիստոտելը ասում է, մարդիկ պետքա գնան թատրոն, տեսնեն տրագեդիա, որտեղ բացարձակ ճշմարտություններ չկան, սև ու սպիտակ չկա, ճիշտ ու սխալ չկա, այդ տրագեդիան պետքա տեսնեն, վերապրեն, հասկանան, որ կյանքը բարդ է, այդ վերապրումը Արիստոտելը կոչում էր կատարսիս, հայերենում կատարսիսը թարգմանում որպես ինքնամաքրում։ Դրա արդյունքում մենք ունենանք ավելի պրոգրեսիվ հասարակություն, ավելի զարգացած հասարակություն, ավելի ամուր հասարակություն, որտեղ մարդիկ ընդունում են կյանքը ոնց որ կա, իր բազմաչափության, բազմագունության, բազմաձևության մեջ։ Բայց այս նախագիծը, որ կարդում ես, ու նորեն հատվածներ անում հիմա բացատրեմ, զուլալ պլատոնիզմը, այսինքն ասում եմ, ընդ որում եթե Արիստոտելը ինչ էր ասում, ասում էր, որ դուք գնաք թատրոն, տրագեդիա նայեք կամ կոմեդիա նայեք, հունական թատրոնները տրագեդիան ու կոմեդիան իրար հետ էին, հին հունական, էլի, տրագիկոմեդիա էր, էլի։ Ու դա էլ եթե իրականում լավ հումորը ինքը նաև տրագեդիա իր մեջ պարունակում։ Կինոների մեջ էլ կտեսնեք, ստենդափերում էլ կտեսնեք, չգիտեմ, ինքը այտենց միքս է, էլի, մենակ լավի մասին չի։ Հա ինչ էր ասում, ասում էր դուք գնացեք նայեք, ինքներդ որոշեք ձեր մեջով անցկացրեք, ինքնամաքրվեք։ Իսկ այս նախագիծը ասում է, չէ, մենք գիտենք, որ արդեն կա խաղաղություն, մենք գիտենք, որ խաղաղությունը լավ է, մենք ձեր փոխարեն որոշել ենք, մենք այն Պլատոնի ասած ուսուցիչն ենք, պետությունը ուսուցիչն է։ Ու ուղղակի դուք ինչև է սխալ ճանապարհի վրա եք եղել, հիմա մենք ոնց որ դրամաշնորհներ գրանտներ կտանք բոլոր այն մարդկանց, ովքեր մեր ասած ճանապարհը կիսում են, մեր ասած ուղին կիսում են, ու լավ կլինի։ Հիմա ասա որոնք են խնդիրները, ու մենք այս ամբողջ եթերը այսօրվա խոսալու ենք այդ խնդիրների մասին, էլի, այսինքն մեր ռեֆլեքսիաներն են լինելու, էլի։ Ու դա նույնիսկ Հայաստանի մասին չի լինելու, էլի, ես իրականում որ տենց շատ խորանանք։ Հետաքրքիր է, որ հենց ոնց որ երկուսս էլ առանց իրար հետ խոսալու երեք գիշերը Արիստոտել Պլատոն բան տենց թեմեքի մեջ ենք եղել։ Ես էլ էլի երեք գիշերը Արիստոտել էի կարդում ու հետաքրքիր բան կա, որ ընդհանրապես հասարակությունները իրենք այդ անհատների ոնց որ ինչ-որ խմբեր են, այդ խմբերը դառնում են ընտանիքները դառնում են համայնքներ, այդ համայնքների միությունը դառնում է պետություն, չէ՞, այսինքն Արիստոտելի մոդելը այդ միշտ մի ձև է, չէ՞, ոնց որ ինքը սենց իջնում է ամենաներքևը, ամենացածր գտնվող բանից, ու բարձրանում է մինչև ամենավերև, ոնց որ պետության ղեկավարի բանին, ու ոնց որ որակական տարբերություններ է նաև տալիս, էլի, այդ խնդիրը, որ դու ես հաճախ գրում ես դրա մասին, այդ օջախապետության մասին, հաճախ գրում ես, որ Արիստոտելը որ թվականին, այդ արդեն ոնց որ բացել է, որ որակապես նոր ինչ որ ուրիշ որակներ ունեցող մարդ է պետական այրը,
օջախի ղեկավարից ինքը տարբերվում է նաև ոչ միայն որ ինքը ավելի շատ մարդ է ղեկավարում, այլ նաև որակական տարբերություն կա, այսինքն ինքը մի քիչ ավելի ուրիշ ձև պետք է գործի։ Ինքը ոնց է սկսում, առաջին բանը, որ համեմատում է, չէ, ստրուկ ու տեր այդ բանն է առաջինը, ու ոնց որ այդտեղ պարզա բանը, որ ոնց որ ստրուկը ստեղծված է, որ ինչ որ ֆունկցիա կատարի, ոնց որ ինչ որ գործիք է, բայց շնչավոր գործիք է, ինքը բանի ձեռքում, տիրոջ ձեռքում գործիք է։ Բայց ասենք արդեն հաջորդ լեվելում, ասենք կին տղամարդ հարաբերություններում Արիստոտելը արդեն այդտեղ դնում է, որ որակապես մի քիչ փոփոխություն է տեղի ունենում։ Թեև տղամարդը էլի համարվում է այդ փոքր հանրույթի, այսինքն ընտանիքի տերը, բայց ինքը արդեն կնոջ հետ ուրիշ հարաբերությունների մեջ է։ Իսկ երբ որ բանը հասնում է պետական այրին, պետական այրը ըստ Արիստոտելի ինքը հավասարների մեջ է ղեկավար, այսինքն ինքը չի կարա նայի այդ master slave այդ տարբերակով, էլի տեր-ստրուկ տարբերակով չի կարա աշխատի։ Իսկ ես նախագիծը ընդհանրապես վերջին շրջանում ինչքան ես տեսնում եմ միտումները մեր կառավարության, մեր իշխանության, այն ուղղությամբ է տանում, որ մենք ոնց որ տերերն ենք, ինչ որ լեգիտիմ բան ուներ, որ ընտրություններով ընտրվել ենք, նշանակում է վերջ, բայց դրա մասն էլ եք խոսանք էլի, լեգիտիմությունը տես մի հատ բան չի, որ մի անգամ տեղի ունեցավ ու 5 տարի դու լեգիտիմ ես, էլի, տես չի։ Այդ լեգիտիմ, եթե դու ոնց որ լեգիտիմ ես, իր կարծիքով, ուրեմն դու գիտես ճիշտը ոնց է, տենց բրթում ես։ Մնացածը բոլորը ոնց որ հլու հնազանդ պետքա շարժվեն քո ճանապարհով, դե հիմա ոնց որ ասում եմ, եթե սխալվեցիր էլ բոլորս վարի կգնանք, եղելա գիտենք, էլի, ոնց որ կասենք, դե հիմա սխալվեցի։ Բայց առողջ հասարակություններում այդպես չի, էլի, այսինքն իմիջիալոց ես դրական եմ նայում, որ պետությունը ունի առաջարկ, անկեղծ եմ ասում, որովհետև շատ ժամանակ պետությունը, մեր պետությունը ընդհանուր մշակութային քաղաքականության իմաստով ոնց որ մի քիչ ավելի Պասիվ է։ Պասիվ է, անհասկանալի է։ Գրավորական։ Հա, անհասկանալի է ինչ է անում, բայց ոնց որ ասում է, հիմա մի երկու հատ բան կասեք, բա դուք ինչի ոնց որ Նիկոլի Քարոզարշավին չեք մասնակցում, բայց որ էլի որակական տարբերություններ կան, էլի, այսինքն մենք օրինակ, թե ես թե Գոռը տարիներ շարունակ ոնց որ քննադատել ենք նախկին ռեժիմները ու քննադատել ենք պաթոսի համար, քննադատել ենք նրա համար, որ դա չի աշխատում, դա ուղղակի ոնց ինչ որ ընկերներով ոնց որ փող դուրս գրելու, ինչ որ պսևդո արվեստ ստեղծելու մասին է, որը ընդհանուր շաբաթ օրիակներ անելու մասին։ Հա, ընդհանուր բանի վրա չի ազդում։ Եվ հաճախ ոնց որ ասում եմ Վանու ենք ցիտել այդ իրական Հայաստանի գաղափարը վերջը Նիկոլը չի հորինել էլի ոնց որ ինչեւ իրան մի քանի էտապներ անցել է էլի ու նկատի ունեմ մենք էլ անընդհատ ոնց որ այդ գծի վրա ենք եղել որ այս պաթոսը մի բան չի բայց մյուս կողմից էլ ասենք այս հակապաթոսն էլ այսինքն հիմա այս եթե բանը կարդանք ինքը կարմիր գծով ամբողջ այդ տեքստի մեջ գնում է որ մի հատ պաթոս կար անդուր երևույթեր հետ ոնց որ այդ պաթոսով փորձում էին մարդկանց ուղեղը բան անեն որ մարդը օրինակ ուզում է ուրախանա բայց չի կարող ուրախանա որովհետև դե բանը Ղարաբաղի պատմությունը կա մենք պատերազմող երկիր ենք ցեղասպանությունը կա զոհի թուրքը տենում ուրախանում է մի խոսքով այդ ամբողջ այդ մշակութային այդ իրանց ասելով այդ պլաստը sense ահա որ ազդում է մարդկանց վրա մարդիկ իրականում ուզում են ուրախանան, ասենք թատրոններում բան ուզում են երջանիկ ներկայացումներ դնեն, ուզում են մի հոյակապ գրքեր գրեն, բայց վախում են, որովհետև կա հասարակության ինչ որ ընդհանուր վերևից դրված ինչ որ ֆոն, որը խանգարում է, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա, էլի։ Ոնց որ նախ այդ ֆոնը ամբողջական եկեք անկեղծ լինենք, ոնց որ արհեստական չի։ Այսինքն պետք չի էլի բանը մոռանալ, որ ասենք ոչ մի բան չտեսնել ինչա կատարվում կողքը, դու ասել այդ ինչ որ արհեստական դրսից դրած բաներ չկար իրականում պատերազմ չկար, մենք ենք պատերազմ ուզում։ Այդ մեր գժերի հասարակությունը, որոնք փոխանակ խաղաղություն ընտրեն, որը հեսա դրսից դրած է, ինչ որ բան են, տառապանքն են ընտրում, այսպես մազոխիստների հասարակություն չի եղել։ Հետո ինչ որ բան է, էլի, քաղաքենիության ինչ որ բան կա, այդտեղ մի հատ փոքր հատված հենց հիմա կուզեմ կարդամ ու այդ ոնց որ կարևոր է որ ինչ որ քաղաքենիության բան եմ նկատում։ Դա ասում է բեմական կենցաղային արվեստի միջև անջրպետի հաղթահարումը նաև բովանդակության եւ զգայական փոփոխություն է պահանջում։ Պաթետիկ բովանդակությունը պետք է փոխարինվի իրական բովանդակությամբ, վշտի ու տառապանքի զգացողությունները պետք է համակշռվեն կյանքի եւ ուրախության զգացողություններով։ Այստեղ ոնց որ ինչ է ասում, ասում է
այն ինչ որ վիշտա բանը, դա պաթետիկ է Ահա։ ու իրական չի։ Ու բեմականը։ Հա, Yani բեմականը իրական չի լինում, սպասի, yani ամենակարևորը բեմականն ու իրականը իրանք ասում են, որ դրանք տարբեր են։ Հա։ Բեմականը չի կարող իրական լինի, այս արդեն ոնց որ պլատոնականություն է, որովհետև Արիստոտելը ասում էր ախպեր բեմում էլ է իրականություն։ Մարդիկ գնում են այնտեղ փոխվում են, շարունակի կնես։ Հա, հետո այդ բանի պահն եմ էլի ուզում ասեմ, որ հեսկա ակրած, ոնց որ ինքը ասում է իրականը մենակ ուրախությունն է, ոնց որ նես տպավորությունն է, որ 30 տարի հայերը ստեղ ինչ որ բանի մեջ ոնց որ մեղրի մեջ նստած մեղրը ուտելով անընդհատ բողոքել են, որ քաղցրի պակաս ունեն, լացել են դրանից, էլի այդտենց տպավորություն է ստեղծվում, որ ասենք ամեն ինչ ասեմ հետաքրքիր մի հատ հոգեբանական պահ կա ստե, էլի, որ ինքը մարդը երբ որ գտնվում է այդ իրավիճակում ինքը որ մեղրի մեջ է իրան թվում է որ բոլոր մարդիկ այդ մեղրի մեջ են ու հիմա այս իշխանության հետ ինչ է կատարվել է իրանք արդեն ոնց որ տես մեղրի մեջ են հա իրանք մեղրի մեջ են ու իրենց թվում է որ բոլոր մարդիկ մեղրի մեջ են ուղղակի այդքան չեն ֆայմում որ այն բանը ոնց էր Բակունցի ալպիական մանուշակի հատվածը կհիշես ծաղկափոշում էր թաթախված բզեզի համար աշխարհը Իրանավետ Բուրաստան էր թվում հիմա իրանք ծաղկափոշում էր թաթախված բզեզ են ասում են հա իրանց տենց է թվում աշխարհը տենց է երևում իրանց համար ու ոնց որ զարմացած մեկ-մեկից նայում այ ախպեր ինչի եք դուք նեղված ամենախնդալուն գիտես որն է որ այդ լոգիկով ստացվում ոնց որ իրանք բացահայտել են որ մենք մեղրի մեջ ենք բացահայտել են որ խաղաղությունն է անվտանգությունն է երջանկությունն է ու ասում են մենք որպես բացահայտածներ որպես կոպիտ ասած են Պլատոնի փիլիսոփաներ ձեզ ուսուցչի պես կսովորացնենք որ ախպեր ոնց ուրախանալ էլի հա դուք նախ չեք ջոգե որ պետք է ուրախանալ երկրորդ չեք ջոգե որ լիք ուրախանալու թեմաներ կան ավելին մենք ձեզ կսովորացնենք ոնց է պետք ուրախանալ ու ամենակարևորը բեմն ու կենցաղը պետք է նույնանան որը աբսուրդ է ըստ սահմանման այսինքն ըստ սահմանման աբսուրդ բեմի սաղ իմաստը այն է որ ինքը չի կարող կենցաղի հետ նույնանա այդ դեպքում ինքը բեմ չի լինի այն էլ կենցաղ չի լինի բեմը ավելի ոնց ասեմ բեմը կենցաղի ավելի Էլի նեոբոլշևիկյան բան չես նկատում, այդ Չարենցի մոտ կար չէ, հիշում ես ֆուտուրիստական թեմայով որ խոսում ենք, Չարենցի մոտ էլ կար չէ, որ ասում էր ապեր պետք է փոխվի էլի, այդ պոեզիան պետք է մտնի բաները, բոլոր հա ծակերով պետք է մտնի փոխվի էլ։ Տայրանին ոնց էր ասում էր այդ փսլինքոտ այդ նեխած այդ հոտը պետք է հանես գցի։ Մի խոսքով շատ հետաքրքիր թեմա ենք ընտրել, ոնց որ լավ անցնելու։ Ինչի՞ց է գալիս այդ բանը, այդ ըստ քեզ ինչի՞ց է գալիս, էլի այդ մղումը, որ ասում ես ախպեր ջան, ոնց որ դուք մազոխիստ եք, իրանք ինչ են ասում, այդ նախագծի ասած ինչ ասում, դուք մազոխիստ եք կամ դուք չեք հասկանում, հասեք կամ չգիտեմ, նեղմիտ եք, չեք հասկանում, որ արդեն կա խաղաղություն, արդեն կա երջանկություն ու իրականում պետքա դրա վրա կենտրոնանալ ու միշտ եղել է վատը։ Ընդ որում միշտ չի եղել վատը, քեզ ասեմ, դա կեղծ մանիպուլյացիա է, որովհետև սենց ասեմ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ երկու ամենակասվի կինոները, ամենաշատ դիտված, վաճառված կինոները կինոթատրոններում, գուշակի, որոնք են երկու ամենահայտնի։ Դե Հայկոինը կլինի մեկը։ Սուպերմաման, երկրորդն է Տաքսիստ Հենդոնը, որը չգիտեմ, մեր լսողներ եթե չեն նայ կարան փորձեն նայել։ Նախկինների ժամանակ էլ էին ուրախ հայերը, ներկաների ժամանակ։ Ասում եմ, ամենադիտված, ամենանայված, ամենագնված տոմսերով, երկուսն է կոմեդիա են։ Զուլալ կոմեդիա է, ոչ մի բան չկա մեջը։ Ուրախանալու, երջանկանալու, կյանքը շարունակելու մասին։ Ընդ որում ասեմ քեզ, հետաքրքիր գիտես ոնա, որ ես որ շատ եմ մտածում, որովհետև ես գնացել եմ նայել եմ ֆիլմը, ինձ ավոր հետաքրքրում էր թե ինչն է իր ֆենոմենը։ 20 քանիսն եմ գնացել, եւի 24-ին եմ գնացել։ Որ ֆիլմ է։ Տաքսիստ Հենդոն։ Հա։ Հիմա արդեն երկրորդն է հել է արդեն, մեկը դե լավ գնաց, երկրորդն է կար։ Նայեք իդե, վատ ֆիլմ չի։ Որպես կոմեդիա մի անգամ կարելի է գնալ նայել ընտանիքով, ընկերներով, չի, վերջը։ Ձրի գովազդ ենք անում։ Ինչն է ֆենոմենը։ Ինքը պատերազմից հետո բում եղավ։ Այդ պատերազմի ֆոնին բում եղավ, ցավի ֆոնին բում եղավ, որը նաև տրամաբանական ինչ-որ ամռ, որովհետև մարդիկ չեն կարող ամեն օր ապրեն ցավի մեջ։ Ամեն օր ապրեն տառապանքի մեջ, ամեն օր ապրեն այդ գիտակցման մեջ, ինքը կա, այդ տառապանքը չի վերանում, այսինքն մարդիկ գնում են, չգիտեմ, գերեզմաններ, այցելում են իրենց սովածներին, ունեն վիրավորված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ունեն հարևաններ, արցախցիներին են տեսնում, արցախցիներ կան, որոնք հայրենազրկվել են, այդ խնդիրները կան, այդ խնդիրները չեն վերանում։ Ու ինչքան է Պլատոնը ասել, որ պետք է սովորացնել, որ այդ խնդիրները այլևս չկան, մենք դրախտում ենք, ապա Արիստոտելը ասում էր, չէ, պետք է այդ խնդիրներին առերեսվել, դրանք ընդունել, դրանք մեջովը անցկացնես, ինքնամաքրվես, ոչ մեկ չի ասում ուրանաս, ոչ մեկ չի ասում մոռանաս, բայց չմերժես, որ չկան։
Իսկ Դե ասում որ աչքերդ եթե փակես օրինակ պատկերացեք տունդ վառվում է, դու մեջտեղը աչքերդ փակած sense պատկերացնում ես որ դու այն կարքինի մեջ այն մի հատ բան կար, հիշում ես որ ասում է հիմա աչքերն ես փակում ենք, պատկերացնում ենք Սահարանապատն է, շուկա, sense բանման մեկ էլ ասում ու հետո ինչ անում, հետո սկսում ենք սառել էլի, այսինքն դու եթե գտնվում ես այն տան մեջ, որը վառվում է բոլոր կողմերից, ու դու աչքերդ փակել ես ու գոռում ես, այս ինչ լավ է անցնում, դրանից ոնց որ այդ կրակի բանի վրա դու չես ազդում։ Մանավանդ հասարակությունը ինքը ընտրում է նաև այդ, այսինքն ինքը ընտրում է նաև այն ձևերը, որոնք իրեն կարող է անընդհատ դեպի այդ ոնց որ գիտակցումը չպահեն անընդհատ այդ տառապանքի գիտակցման կամ այդ ցավի մեջ, որովհետև մարդը ի վերջո երկու կողմերի բանն է, այն հիշում ես մի մոմենտ բան կար, մի պահ բան կար, մոդա կար, որ ասում է ինչ եք ուրախանում, քեֆ էր անում մարդիկ հայրենիք են գործում, ընդդիմությունն է շատ շահարկում այդ անասունը, նույնիսկ ուրիշ թեմաներ կար, հիշես որ պատերազմից հետո անընդհատ մարդիկ են մեռնում, հայտնի մարդիկ են մահանում կամ հայտնի մարդկանց բարեկամներ, ասում են Արցախի կորստի ցավից չդիմացավ, չդիմացավ, այդ բան կա, ընդհանրապես այդ բարոյականության ոստիկանությունը շատ վատ բան է, իմիջիալս բոլորիս մեջ կա նստած, որովհետև ես էլ եմ նկատել եմ, էլի անկախ քեզնից այդ միտքը անցնում է, էլի ուղեղով այդ բան, ու այտենց հետաքրքիր մի հատ պատմություն ասեմ, հենց պատերազմի օրերին ընկերս ոնց որ պատերազմի մասնակցում էր, այնտեղ խնդիր վիրավորվել էր, խնդիր ուներ, հետ էր եկել, ինչ որ մի քանի օրով ոնց որ Երևանում էր ու հավաքվել էին, գնացել էին կենտրոն ու տենց դե գնացել են կենտրոն 1-2 բառ խոսում ես, բան ծիծաղում ենք, բան ինքն էլ մերպես ծիծաղում էր, բոլորի պես դες ծիծաղում ենք ու սենց հայացքները նկատում է, էլի ենթադրելի էր ինչ էին մտածում մարդիկ, էլ որ ասենք այս վատ վիճակում պատերազմն ինչ է ծիծաղում, բայց չեն կարող իմանալ, չէ՞ որ այս մարդը հենց նոր այնտեղից է եկել, այսինքն այդ ինքը կեղծ բան է այդ, բայց այդ չի նշանակում էլի, որ նկատի ունեմ գիտես ոնց կա, ինչ որ կիսա ճշմարտության բան կա, Փաշինյանը ինչի վրա է լավ աշխատում, էլի, ինչի վրա գրավիչ, ինչի վրա գրավիչ, ինչի վրա ինքը լավ աշխատում, ինքը մի հատ ճշմարիտ միտք է ասում, հա, ասենք ոնց որ ասում է, նայ, հետաքրքիր մի հատ բան ասեմ, չէ՞, ակնհայտ ճշմարտություն, ասում է մեր թշնամիները, մեզ գաղութացնողները միշտ օգտվել են նրանից, որ մենք ունենք երազանքներ, այդ երազանքների վրա մանիպուլյացիաներ են արել եւ ոնց որ մեզ վարի են տվել իրանց օրակարգերը առաջ քաշելու համար կայսերական ճիշտ բան ասում, հա, օքեյ, լուծումը որն է, լուծումը ինքը առաջարկում է, եկեք մենք երազանքներ չունենանք, որ ոչ մեկ չկարանա այդ օգտագործել։ Կամ ասում մեր երազանքը պետք է լինի բանը, մենակ այս քառոքսի սանտիմետրերը։ Արագածը իր թաշախուստով կոպիտ ասած։ Արագածը իր 29700 քառիրեկով, էլի։ Ախր հարցը այն չի է, նկատի ունեմ այդ հարցը մենակ այն չի, որ ասենք որ դու պահանջներ ունենաս քո հարևաններից կամ չգիտեմ թշնամիներից ինչ որ տարածքային պահանջների մաս չի։ Ընդհանուր հասարակությունը, երբ որ դու ասում ես դու բան չես հասկանում, այն ինչ որ դու ապրել ես մինչև այս այդ սախ միֆ էր, հիմա ես քեզ բերում եմ ինչ որ բան, ինչ որ բան եմ բերում, ինչ որ բան եմ բերում, անընդհատ այդ խոսակցություն ինչ որ բան, բայց այդ բանը չկա, ինչ ես բերում դու։ Այսինքն դու բերում ես 100 անգամ չարժեք։ Ավելին ասեմ, ուրիշ բան ասեմ, ես որ տես ինչա գրականություն էս առումով կարևոր, մենք որպես բարդված հասարակություն, տրավմա տարած հասարակություն, ընդ որում այս դեպքում ոնց որ կրկնակի տրավմայի տակ ենք արդեն, որովհետև ցեղասպանության տրավման չենք հաղթահարել։ Հիմա արդեն երկրորդ շերտի տրավման է գալիս մեզ վրա, էթնիկ զտման տրավման է գալիս, հայրենիքի կորստի տրավման է գալիս, հա։ Չենք ասում հայ, այդ մեր բանն է, սահմանապետությունն է եւ մեր հայրենիքն է այդ։ Հայրենիքի կորստի տրավման է գալիս մեզ վրա, ու ոնց են ընդհանրապես հասարակությունները վերապրում, հա, պետությունները ոնց են վերապրում, մշակում այդ տրավման։ Գերմանիայի դեպքով կարամ, երկու դեպք կա։ Մեկը առաջի համաշխարհայինն է, որտեղ Գերմանիան պարտություն է կրում, ինչ են անում։ Ուրեմն Գերմանիայի վզին կոնտրիբուցիաներ են դնում են, այո, դնում են կոնտրիբուցիա, ռազմատուգանք են դնում, խլում են գերմանացիներով բնակեցված հողերը, իրանց հայտարարում են միակ մեղավոր, մնացածը բոլորը ճիշտ են, այդ մեղքի բեռը դնում են մենակ գերմանացիների վրա, դրա արդյունքում բարձր որ հասարակությունը չի ընդունում դա, առաջ են գալի ռևանշիստական գաղափարներ ու նաև դավադրապաշտության տեսություններ, որտեղ ասում են, որ իրականում եթե սաղը 11 մենք մեղավոր ենք, ուրեմն մենք մեղավոր չենք, ախպեր ջան, մեզի հետևից խփել են, մեզի դավաճանել են, մեզի գցել են, գերմանացի դեպքում ասում են հրեաներն են գցել կամ չգիտեմ կապիտալիստներն են գցել, ով որ գցել են, սաղ գցել են։
ու ռևանշիստներն են առաջ գալի, որի ինչ որ բնական շարունակություն դառնում է նացիստական ռեժիմը, որը բերում է երկրորդ համաշխարհային, այսինքն կա խնդիր, որը չի լուծվում։ Գիտես չի լուծվում այդ խնդիրը, որովհետև զոհի հոգեբանական բան էլ կա, էլի, հոգեբանությունից, հոգեբուժությունից, պսիխոթերապիայից ընդհանրապես, էլի, զոհը ինքն իրանով չի կարող ինքն իրան մենակ իրան ներքին ռեսուրսները քիչ են ինքն իրան բժշկելու, ինքն իրան հասկանալու, ինքն իրան ոնց որ վերաիմաստավորելու, դրսից իմպուլսներ են պետք։ Հիմա առաջին համաշխարհային, երբ որ այտենց եղավ, արդյունքը բերեց երկրորդ համաշխարհայինի, որովհետև այդ հասարակությունը չընդունեց դա։ Հիմա մենք օրինակ տեսնում ենք, ինչ են ասում ես, դա գեղագիտության նախագծով, ասում են կա խաղաղություն արդեն, բայց կա բանը ոնց որ այդ ռոպագանդայի պակասը կա խաղաղության, տարածաշրջանային համակեցության, տարածաշրջանային խաղաղության, ասում են դեսպանեցիք է ձեր նեգատիվ պաթոսով, չէ՞, մենակ մի քիչ էլ դրական պաթոս լինի եւ այլն եւ այլն։ Դուք մենք տեսնում ենք, դուք չեք տեսնում, մենք հեսա ձեզ կսովորացնենք եւ այլն, չէ՞։ Բայց դո զուգահեռ օրինակ այսօր նոյեմբերի մենք այսօր եթերը նկարում ենք, այսօր հոկտեմբերի վերջն է, նոյեմբերի 9-ին, չէ, 8-ին թե 9-ին Ալիևը բան ունի։ Հաղթանակի 5-րդ շքերթն է, հա։ Հիմա նա ինչ են ասում, մեզ ասում են կա խաղաղություն, մենք խաղաղություն ենք, հա։ Մենք ի սկզբանե սխալ ենք եղել, 91 թվականի Ալմաթայից սխալ ենք եղել, հələ Ձեռնե Ճարլի կարող ասեն Տիգրան Մեծից ենք սխալ եղել, չգիտեմ, երբ են հայերը բանը Ղարաբաղում, երբ այնց են հայերը Ղարաբաղում ապրում կամ չգիտեմ։ Այդ վաղտվանից սխալ ենք եղել։ Միայն հայերն են մեղավոր, այլև օրինակ այդ հաղթանակի ռազմաշքերթը որ անում է, զորահանդես որ անում է, ինչ ասում ենք, ասում ենք ազատագրել ենք օկուպացված տարածքները, չէ՞, օկուպացիայից ազատագրել ենք մեր հայրենիքը։ Ընդ որում ինքը չի խոսում օրինակ Հորադիզից, որը կարանք համարենք օկուպացիա։ Ինքը խոսում է նաև Լեռնային Ղարաբաղից, որը ոչ մի կերպ օկուպացիա չկի։ Հայերը տեղ ապրել են մինչև ադրբեջանցիները, մինչև Ադրբեջանի առաջին հանրապետությունը միշտ ոչ մի կերպ չեն օկուպացրել այդ տարածքները, էլի։ Հա, ու ինչ ես անում, դու ասում ես այդտեղ ներսում ասում ես խաղաղություն կա, բայց բոլոր հարցերում մենք ենք մեղավոր, ոնց որ գերմանացիներին էին ասում բոլոր հարցերում դուք եք մեղավոր, մենք ենք եղել պատճառը պատերազմների ու պարտության, չէ՞, մեզ ինչ ասում, եկաք օկուպացրիք, հենա մենք դա հիմա ձեզի գրավել ենք, հակաբան ենք, ազատել ենք։ Հա, մի քիչ էլի բան կա թե որ մենք չէ, էլի, ոնց որ ռուսները գցել են ջեբներս, էլի, կակեբենա բաննա հորինել են այդ։ Դա մի քիչ ոնց որ արդ փորձում բանան, էլի։ Բայց օրինակ Նախիջևանի դեպքում ինձ միշտ այդ հարցը հետաքրքիր է։ Նախիջևանի դեպքում որ մեր ջեբը չեն գցել, ինչով է ավարտվել Նախիջևանի պատմությունը։ Ապրես։ Ասենք նենց հետաքրքիր է ինձ որ տենց մեկ խոսում է, ոնց որ մենք ենք ինչ որ բզբզացել այնտեղ, Ղարաբաղում մարդիկ շարունակելու են ընտիր ապրել, ուղղակի մենք ոնց որ սխալվեցինք, էլի։ Որ մոտավորապես ինձ թվում է մարդկանց մեծամասնությունը չի կարդացել էս, որտեվ ինքը այնքան սյուր հատվածներ կան իր մեջ, որովհետեւ իդեպ ես որ կարդում եմ, մտածում եմ մի քանի հեղինակ ունի։ Ընդհանրապես հեղինակ նշված չի, սկսենք դրանից, որ դա շատ վատ է, որովհետեւ ինքը իրական կարևոր փաստաթուղթ է։ Ինձ թվում է բանն է, Պրաստակվաշինայան որ նամակ է գրում է, այն մուլտիկի մեջ որ ինքը նամակ է գրում, հետո վազմադուր շունն է մի քիչ շարունակում, հետո կատունն է շարունակում, հետո տենց ուղարկում են։ Այսինքն մի տեսակ շուտ բաներ կա, որ ոնց որ այս հատվածը մեկն է գրել, այս հատվածը մյուսն է գրել, ինչ որ sense խառաշփոթ բան կա, հետո մի դե փնթի հատվածներ կան, նախադասություն կա չի հասկացվում, այսինքն նախագիծ են ներկայացնում, էլի լուրջ սրբագրված չի, խմբագրված չի, չգիտեմ, տենց։ Ասենք մենք կարանք էլի տենց բաներ անենք խոսքի Facebook-ի ստատուս գրելուց, բայց ասենք նախագիծ եք ներկայացնում ազգի ամբողջ ճակատագիր փոխող բան է, չէ՞։ Ձեր կարծիքով իրականում այս նախագծի հետ հիմնական նաև կոնֆլիկտային կողմը իմ մոտ որն է, որ այս իրական էլի գաղափար չի, այսինքն գաղափարախոսություն չի ինքը էլի ստիպված ինչ Աթոսա, բայց հակառակ կողմից, ճիշտ է։ Աթոսը հակառակ կողմից ու ինքը ստիպված բան է, այսինքն երբ որ մարդը իր կամքով է ինչ որ բան անում ու մարդը ստիպված է ինչ որ բան անում, այդ երկու տարբեր, եկեք համաձայնենք, էլի պետք չի էլի խաղալ նենց, որ ոնց որ օրինակ միշտ տենց ենք մտածում մենք բայց վախում էինք անենք, հիմա դե որ եղավ, հիմա տենց չի էլի իրականում, ես համոզված եմ, որ եթե մենք հաղթած լինեինք, Փաշինյանը, ասենք, օրինակ իր թիմակիցների հետ դաշնակ քառակուսի էր լինելու, ու ասելու էր, էսը ինչ է, հեսա Նախիջևաններ ենք հիշելու, հələ Սևրի պայմանագիր, բանը կար, չէ՞, խոսակցությունը կար, չէ՞, հիշում ես 20 թվականներին այդ Սևրի պայմանագիր թեման բացվել էր, գիտաժողով ա եղել, Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, այդ ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը, այսինքն նույն մարդիկ, ոնց որ
խնդիրը որն է, էլի, որ էլի նույն մարդի։ Օրինակ, եթե այս ամեն ինչը առաջ բերեր, չգիտեմ, Լևոնական մեկը։ 4-րդ իշխանություն, Չորրորդ լրիվ նոր մարդ, բայց նենց մարդ, որի մասին մենք գիտենք, որ ոնց որ 88 թվից ինքը ասում էր պետք չի։ Ասենք օրինակ Կարեն Դեմիրճյանը։ Հա, Արի Կարեն Դեմիրճյանին բերենք, որ ասում էր ախպեր։ ռեինկարնացիա անենք, բերենք։ Հա, պետք չէ, պետք չի Ղարաբաղը, մեզ եկեք չանենք, չենք կարանալու, մեր ոչ թե ասում էր պետք չի մեզ Ղարաբաղը։ Չենք կարա մարսենք, հա։ Մեր հակով գործ չի էդ, եկեք չմտնենք հենց դեմից ոնց որ վարի չթանք, պահենք։ Օրինակ այտենց մարդ աներ այս նույն բանը, ասենք ես օրինակ կարայի դեմ լինեի դրան, բայց կհավատայի, որ այդ մարդը իրոք այտենց է մտածում։ Բայց հիմա օրինակ չգիտեմ էլի, այսինքն վաղը որ ինչ որ բան փոխվի, ես չգիտեմ էլի, օրինակ այս նույն տեքստը գրած մեր հանգիստ ուրիշ բան է իրեն։ Իշխանության ազնվությանը չես մտածում, որ ինքը խապված ա եղել, հիմա լուսավորվել է։ Չէ, չեմ զգում տենց։ Այն հատվածը բայց չկարդացիր, լա ինչ հատված էր գտել։ Հələ սպասի կարդանք, մենք հետաքրքիր հատված գտնենք, Չես կարդանք։ անհավատ ես էլի, չես հավատում իշխանության ազնվությանը։ Հիմա ես էլ տենց եմ եղել։ Համոզիչ չեն, հա, քո համար։ Սպասի մի հատ հետաքրքիր բան գտնեմ։ Բայց հատվածները շատ սյուր են իրականում։ Նայ, ասում է, խոսքը վերաբերում է նրան, որ օրինակ որևէ նկարչական մրցույթում կամ ցուցահանդեսում կամ կերպարվեստի ուղղությամբ որևէ նախագծում առաջնահերթություն տրվի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնապատկերների պատկերմանը։ Ավելին, հանրակրթական եւ նախադպրոցական հաստատությունները պետք է ուղղորդված լինեն կերպարվեստի դասաժամերին նկարչության խմբակներում առաջին հերթին պատկերել տվյալ համայնքի տարածաշրջանի բնապատկերները, ինչն առաջին հերթին խրախուսի ճանաչել եւ տեսնել առաջնային միջավայրը։ Այս ուղղությամբ ջանքը խրախուսելու նպատակով կարելի է կազմակերպել նաեւ համանման թեմատիկ ցուցահանդեսներ, ցուցադրություններ։ Այս վերջերս փաշկա, հեսա այդ հիշի, այս վերջերս Փաշտյանը տետի համայնքին էր հանդիպել, ասում էր գնացել է գյուղ, ասում ասեցին մի հատ արի երեխեքը դպրոցում ոնց ցուցահանդեսի համար նկարներ նկարել, ասում գնացի տեսա սաղ ծիծեռնակաբար դու արատ են նկարել, 5-րդ 40 են այդ երեխեքը, էլի ջագը, հայրենիքի տշնամի են լրիվ։ Որ ասում գժվել է, ասում ոնց կլինի, ասում խի ձեր գյուղի գերի բլուրը բանը չեք նկարում, էլի ձեր գյուղի ասենք չգիտեմ, Սարը, Ձորը, բլուրը ձեր ոնց որ այդ հայրենիքը չեք նկարում, Արարատու ծիծեռնակաբար։ Այս միտքն էլ նույն, ասում ախպեր, Արագած նկարեք, չէ։ Ինչա գրած, ասում Արագած նկարեք, բլուրը նկարեք, նո Բարաշենի։ Ձեր կողքին բանը հա նկարեք, հա։ Արարատ նկարում եք հո դուք բան չեք, հակապետական չեք։ Լսի, բայց ուրիշ բան եմ ասում, հիշում ես մի լավ ֆիլմ կա, ես ֆիլմն եմ նայել, գիրքը չեմ կարդացել, թեև գրքի թարգմանությունը կա, եթե չեմ սխալվում, Զավեն Բոյաջյանը թարգմանել, ասում են հրաշալի թարգմանություն, Լարովի նարինջը։ Հա, իհարկե։ Լարովի նարինջում մի հատված կա, այդ ոնց էր կարճ պատմությունը։ Խոլիգան տղա կա, իր բանդայի հետ խոլիգանություններ անում, ու սիրում է Բեթհովեն։ Իդեպ Բեթհովենի հատվածը թույն մոնտաժա կարակ նայեք։ Ու ինչ են անում, իրան ձերբակալում են, տանում են բանդ, ինչ որ Լուդովիկո տեխնիկայով, բանը հատուկ մեթոդաբանությամբ, բան են անում, այդ իր մեջից այդ չարությունը հանում են, այդ ագրեսիան հանում են, սարքում են բանջար, կներեք արտադրությունից, բանջար են սարքում, հետ են գցում հասարակություն, բայց հասարակությունը չի փոխվել, նույն բրուտալ հասարակությունն է, նույն վիճակն է, ինքն էլ իրականում տենց լավ կյանքից չէր, որ տենց էր տարել, էլի, ու ինքը դառնում է ոնց որ իզգոյ հասարակության մեջ, նույնիսկ իր նախկին թիմակիցներ, իր նախկին ընկերները սկսում են իրան բան անել, նեղել, նվաստացնել, ոչնչացնել, ու մի մասով ինքը ոնց որ, այսինքն ինքը լոգիկա, պլատոնական լոգիկա, ինչ ասում ես, պետությունը քո դաստիարակն է, ինքը քեզ կդաստիարակի ոնց է պետք, միայն առաքինությունները կդաստիարակի, այդ վատ կողմերը կհանի քո մեջից, Պլատոնը որ ասում էր բանը, բացական թեմաներով գրող պոետներին պետք է արտաքսել պոլիսից բան։ Մենակ լավ բան գրեք, էլի ախպեր, ֆեստիվալ բան արեք, հա։ Հիմա լավ թեմաներ կանես, որ քեզ կբերեն հասարակություն, դու դառնում ես այնտեղ բանջար։ Խի, որովհետև բնական վիճակով, այսինքն մարդը ունի թեկուս եւ ագրեսիվ է, թեկուս եւ վատ բան անում, բայց այդ ինքը իր կամքով անում, չէ, ազատ կամք ունի։ Սենց ոնց որ պետությունը ու իր ռեպրեսիվ ապարատը սպանում են այդ մարդու ազատ կամքը, հա, որովհետեւ մենք պետք է ընդունենք, որ ազատ կամքի լավն է, որ ինքը ազատ է, այդ ազատ կամքով կարաս ընտրես վատ բան անելը։ Այն որ դու ազատ կամքով կարաս վատ բան անես կամ նեգատիվ լինես կամ ագրեսիվ լինես, դա չի նշանակում, որ ազատ կամքը վատ բան է, պետք է կտրել։ Հա, որովհետեւ այդ մին ազատ կամքով կարաս նաև լավ բան անես։ Բայց կամքի կտրելը կամ կամքի վերացնելը ինքը արդեն վատ է։ Ինքը արդեն քեզ ոնց որ կիսամարդ է սարքում, որովհետև
ազատ Հետո կամքն կիսատ մարդուց ազատ մարդն է կամքի, ոնց ասեմ, ազատ մարդն է կամքի նույն բանն են, էլի, այսինքն ազատ կամքն է որոշում մարդուն, ոնց որ, չէ, ոնց են ասում, մարդը խոսքի գլուխ, երկու ոտ, երկու ձեռ ունեցող բանական homo sapiens-ը։ Նույն ձևի սոցիալական իմաստով ազատ կամքն է մարդուն մարդ սարքում, էլի, ու երբ որ այդ ազատ կամքը հանում ես, ինքը դառնում է ինչ որ անպիտան մեկը ավելորդ, բաժկները կարծես, անպիտան չեն նույնիսկ ավելորդ մեկը հասարակության համար։ Ու այդ գործի լավը այնա, որ ինքը մտքով պլատոնական է, որ ցենզուրայի ենթարկենք, դաստիարակենք եւ այլն, բայց դու արդյունքում կստանաս մարդու, որը համադրելի չի այդ հասարակությանը, որովհետեւ այդ հասարակությունը չի փոխվել։ Հիմա այդ նույնը արի վերցնենք դե հասարակությանն ես դու տենց սարքում, բայց քո տարածաշրջանը չի փոխվել։ Այդ էլի մի հատ եկեք ռեֆլեքսիան։ Նույնիսկ եթե ընդհանրենք, որ փոխվել է, օրինակ պատկացա, այս նոյեմբերի 9-ին Ալիևը բան չի անում, դու ասա, հաղթանակի պարադ չի անում ու չի հայտարարում, որ մենք ազատագրել ենք մեր տարածքները հայերի օկուպացիայից։ Ասма մենք էլ ենք սխալ եղել, հայերն էլ են սխալ եղել։ Մենք մեր մեղավորությունն ենք ունեցել, հայերի մեղավորությունն է եղել, մենք որպես հաղթող կողմ, ավելի վեհանձն կողմ, հա, բան ենք անում, չգիտեմ, գերիներին ազատ ենք արձակում, Արցախի ղեկավարությունը չենք դատում, որովհետև հա, օքեյ, պարտվել են, մենք հաղթել ենք, բայց ոնց որ սխալ բան չեն արել, օրինակ։ Ֆանտազիա ենք, ոնց որ ուժեղ ֆանտազիա ունես։ Երևակայություն ենք զոր տալիս, հա։ Այդ ժամանակ նույնիսկ եթե օրինակ այտենց սցենար լինի, տես ինչ եմ ասում, պատկացա այտենց սցենար է, այսինքն այնտեղ դեր բան ինչ որ խաղաղությունը իրական է։ Մեր երջանկության Ալիևն է այնտեղ նստած ու ամեն ինչ անում, ասում եմ, մենք էլ ենք մեղավոր, իրանք էլ այդ լավագույն փաթեթն է։ Նույնիսկ այդ դեպքում, օրինակ, որ գրականություն գրվի, ինչ գրականություն է գրվել։ Օրինակ, չգիտեմ, դու գիտես, մինչև այս 90-ականներին, 2000-ականներին, 2010-ական, 20-ականներին ինչ գրականություն է գրվել։ Պաթոսը մի կողմ, էլի, որ մենք միշտ ճիշտ ենք։ Հա, չէ, իմիջիալոց գրականության իմաստով այդ պաթոսը մի քիչ չափազանցրած է, որովհետև հակառակ գրականությունն է շատ գրվել, ասենք օրինակ, եթե վերցնես։ Հակառակը ո՞րն է, որ շատ դեպքերում անտիպաթոս այն գաղափարախոսություն, որ եղել է նախկինների մոտ դրա դեմ, իրական վիճակը ցույց տվող, տենց գրականություն է շատ գրվել, պետությունն էլ իմիջիալոց ոնց որ ասում է բաներ էլ է, գրանտներ էլ է տվել այդ մարդկանց, ինչ որ այսինքն այդ բանը չգիտեմ, բայց նախագծում որ գրվել են միշտ պաթոս աղը, հիմա պետք է անտիպաթոսն էլ տուր դեղից են այդ օրինակ։ Չգիտեմ ճիշտն ասած, չգիտեմ, որ այդպես գրականություն է գրվել։ Օրինակ Խեչյան կարդացած կան։ Ինձ թվում է, հա։ Ընդհանրապես մի հատ էլ հետաքրքիր բես բան։ Այդտեղ Խեչյանի մոտ օրինակ ես Խեչյան որ կարդացել եմ, այնտեղ պատրաստումը պաթոսով չի։ Հա։ Այդ պայքարը պաթոսով չի, դու կարդում ես, դա ինքը գրականությունը պատրաստի մասին, ցավի մասին, կորստի մասին, մարդկային տառապանքի մասին, բայց ինքը արիստոտելյան գրականության իմաստով, որ դու ինքնամաքրվում ես դրա միջոցով։ Իսկ դու կարդում ես գրականություն պատրաստի ցավի կորստի մասին, բայց չես ուզում պատրաստել ցավի ու կորստի գնել։ Այդ իմաստով ոնց է, օրինակ խաղաղության մասին ամենաուժեղ արվեստի գործերը, օրինակ ֆիլմերը, դրանք պատրաստի մասին ֆիլմերն են։ Դու նայում ես այդ ֆիլմերը ու չես ուզում որ դա լինի։ Հոլոկոստի մասին այդ ֆիլմ, չկամ հոլոկոստի մասին ֆիլմերը, դու նայում ես դա ու չես ուզում որ դա լինի։ Դե մի քիչ իրականում այդտեղ բանի հարց էլ կա, էլի, պարզունակ պատկերացման մասին էլ պետք է խոսանք էլի մարդկանց, որ այդ լավ անենք, լավ լինի, լավ ցույց տանք, լավ կլինի այդ մտածելակերպը, ինքը մի քիչ իր մեջ այդ գավառական պրիմիտիվությունը։ Հա, մի քիչ պրիմիտիվ բան է պարունակում, որովհետև նույն օրինակ վերցնենք անդադար կրկնվում է, չէ՞, այդ ֆիլմեր կան, որ ոնց որ անցած անգամ մենք էլ մի քիչ խոսեցինք դրա մասին, որ այդ բանը բլատնոյ ռոմանտիկան, այդ հանցագործներին ոնց որ բարձրացնում է, մարդիկ ուզում են երեխաները հատկապես ուզում են նմանվել բան, բայց օրինակ իմ համար ես մաֆիա կինոների սիրահար եմ, ասենք Սոպրանո սերիալը ամենաուժեղ վակցինան է այդպես բաների դեմ, այսինքն դու այդ նայում ես, ասես ախպեր, ես չեմ ուզի կյանքում այդ իրավիճակում հայտնվեմ։ Ու այդ իմաստով էլ էլի, այսինքն չգիտեմ, այդ պրիմիտիվ է այդ մտածելակերպը, որ ոնց որ եկեք դրանից չխոսանք, պատերազմից չխոսանք, ցավից չխոսանք, լավ կլինի մի քիչ այս բանը հատվածներից բանը մի հատ ուզում եի գիտես որ հատվածը մի հատ սպասի գտնենք յուղոտներից Սա սպասի մի հատ
Յուղոտ հատվածներից մեկը գտի յուղոտ։ Այդ իմաստով շատ ավելի հաջողված է ֆեստիվալ զբոսաշրջային մարզային երաժշտական փառատոնը, որը Ոնց է գրել են նախագծում։ հա, որը նույն գործառույթն է անում, բայց դրական հիմքերի վրա տեսանելի ու ճանաչելի դարձնելով տարբեր բնակավայրերը իրենց բազմազանության մեջ։ Այսինքն իրանք իրանք են գովում էլ իրենց բանի մեջ, իրանք կազմակերպած բաներն, ասում է, սենց բաներ պետք է անեք էլ, հենց կոնկրետ։ Լսի, ճիշտ է, այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը լինում է պահանջատիրությունը Թուրքիայի նկատմամբ, այս վիճակով պարտված քաղաքականություն է դա, որովհետև շանս չունես դու Թուրքիայի դեմ ոչ ճանաչման պարտադրելու, ոչ ռեպարացիաների, չեմ խոսում տարածքից, բացառվում է, շանս չունես դու։ Այդ առումով նախագիծը ինչ ասում, ասում է եկեք ոնց որ Փաշինյանը Վանու է կարդաց, Վանուն գրում էր, չէ, ասում էր Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է, ով ուջերի ոնց էր։ Այդ բանը մուշ սասուն բան, հոտուկ բան չեք, մոռացեք այդ։ Իմանավանդ տեսակ պարտվեցինք, չենք ձգում դա։ Մեր հակով չի դա։ Եկեք կենտրոնանանք մեր Արագածի, չգիտեմ, այտենց Վայոց-Ձորի, Իջևանի, Տավուշի, Լոռու եւ դրա վրա երեխեքին ասենք դպրոցներում դա նկարեն, դրա մասին երգեր գրեն, դրա մասին ինչ որ արվեստի գործեր ստեղծեն, նախարարությունն էլ իր հերթին ոնց որ հենա ֆեստիվալներ անում ամեն մարզում, ցույց տալով որ խոսքի չգիտեմ այդ Արմավիրի մարզը ավելի կարևորավ քան Մուշն ու Սասունը, դստեղ գոնե մարդիկ են ապրում, հայեր են ապրում եւ այլն, այս սրապես ծրագիր է պետք անել։ Իմ խնդիրը, ամբողջ խնդիրը այն է, որ պատվերով լավ արվեստ չի լինում։ Պատվերով այն իմաստով, որ գրես ասես ախպեր, էսի խաղաղությունն է, խաղաղությունը ենթադրում է խոսքի ֆեստիվալ, Չերևան, այլ ինչ որ նախագծեր, այս սրա պես արեք, մի բան արեք, էլի, այսինքն կրկնօրինակ եք, հեսա մենք դաժան ասում նախագծում հենա դու էլ այդ հատվածը գտած նախագծում գրել են ինչի պես է պետք անել։ Այս սրա պես որ կրկնեք, կլինի խաղաղություն։ Հիմի ես այդ անկեղծ ինքս պատվերով արվեստին չեմ հավատում։ Նախ չեմ հավատում, երկրորդ գիտեմ, որ արվեստը բերում է բոլշևիզմի, բերում է ստալինիզմի, բերում է ավտոկրատիայի, բերում է տոտալիտարիզմի, երբ որ ասում ես ախպեր։ Ընդհանրապես միջազգային փորձը մի հատ Ստալինը ինչ էր ասում, հիշում ես այդ էլի երկրորդ եթերում երբ որ խոսում էինք, Ստալինը ասում էր, որ Գորկի հետ երբ որ խորհրդային գրողներին հավաքել էր, ուտի կազմակերպային առաջին համագումարը խորհրդային գրողներին, ասում էր գրողները մարդկային հոգու ինժեներներն են։ Նույն միտքն է, ինչ որ Պլատոնն էր ասում, ինչ էր ասում, չէ՞, ասում էր արվեստը լավագույն գործիքն է մարդկային հոգու ինժեներիայի համար, ու եթե այդ մարդկային հոգին ոնց որ ստեղծենք իր լավագույն առաքինություններով, նորմալ հասարակություն կստանանք, հա։ Մի այս նախագիծն էլ է դրա պլատոնական նախագիծը, ասում է ախպեր ջան, ձեր հոգին ոնց որ խեղված է, հա։ Դուք մեղավոր չեք, նախկինները տարիներով այդ նեգատիվ պաթոսը լցրել են ձեր վրա։ Ռուսների ճամբանով։ Հա, ջեբներ են գցել ֆուլ փաթեթով, դուք մեղավոր չեք ամեն դեպս։ Մենք հիմա ոնց որ ձեզ առաջարկում ենք, որ դուք ոնց որ կենտրոնանաք առաքինությունների վրա, այդ իրական Հայաստանն առաքինություն, 29743-ն առաքինություն, խաղաղությունն տարածաշրջանային համագործակցությունն առաքինություն, այդ բոլորի վրա խորանաք։ Այս էլ ձեզ օրինակներ ֆեստիվալ բան, եթե սենց անեք, լավ կլինի։ Օրինակ, եթե նախարարությունը ասեր մենք ունենք դրամաշնորհներ, պատերազմի, պարտության, կոլեկտիվ ցավի, հա, հիշողության, վերաիմաստավորման թեմաներով, մենք տալիս ենք այդ դրամաշնորհները մարդկանց, չենք ասում ինչ թեմաներով գրեք, մեծ թեման էսա խոսքի, չգիտեմ, պատերազմի, պարտության, վերաիմաստավորում կամ ու առանց օրինակների էլ այդ խաղաղության վերաիմաստավորում, ինչ որ այնպես թեմաներ ու տալիս ենք տարբեր հեղինակների, եկեք, չգիտեմ, առաջարկեք ձեր նախագծերը, թեմաները, մտքերը, առաջարկեք, տանք, գնացեք տարբեր ձևի գրեք։ Հեղինակը թող ինքը որոշի ոնց է վերաիմաստավորում։ Միգուցե հեղինակ կա, օրինակ, ասում վերաիմաստավորում, ասում չէ, ախպեր, ճիշտ է, ռևանշն է։ Հեղինակ կա, օրինակ գրում ասում չէ, ախպեր, ճիշտ է, ռևանշը չի։ Հիմա եթե մենք ուզում ենք ունենանք հասարակություն, որը ոնց որ պլյուրալար լինելու, բազմակողմա լինելու, հա, տարբեր մենակ մի մտքի մարդիկ չեն լինելու, մի խելքի մարդիկ չեն լինելու, տոտալիտարիզմ չի լինելու, հա, բոլորս ոնց որ իրական Հայաստանն ենք, այդպես վիճակ չի լինելու, տրամբանական է, որ այդ նախագիծը պետք է երկուսին էլ թողի, որովհետև դու ուզես չուզես կան հասարակությունում խմբեր, մարդիկ, որոնք կողմ են ռևանշին, ճիշտ է։ Ուզում են ռևանշ։ Իրանց կյանքի արդյունքում, փորձի արդյունքում, չգիտեմ, վերապրածի արդյունքում ուզում են ռևանշ։ Օրինակ արցախցիները
ուզում են վերադառնալ իրենց հայրենիքում ապրեն։ Ճիշտ է, իրենց հողն ու ջուրը ուզում են հետ ստանան։ Իրենց այդտեղ ծնվել են, ապրել են, մեծացել են, այդտեղ իրենց Բնական իմիջիալով այդտեղ պահանջ է։ այո, այդտեղ իրենց հարազատների գերեզմաններն են եւ այլն եւ այլն։ Ուզում են վերադառնալ։ Հիմա Հայաստանը այս իշխանությունը կարա դա կոչի ռևանշ, բայց կարա նաեւ վերադարձի 1000 ֆորմատ լինի, չէ, 1000 ձև լինի, չէ։ Բայց այդ դու չես կարա պատվիրես ոնց գրվի դրա մասին։ Դու բեր, չգիտեմ, եթե ի վերջո, հա, պլատոնական պետություն ես, ասում ես պետություն ոնց սոցիալիզմ, մենք ձեզ կսովորեցնենք, ախպեր փողը դուր, մարդիկ դու իրենք որոշեն որն է լավը, որն է վատը։ Արվեստագետը, գրողը, Այսինքն դու պետք է որպես պետություն դիսկուրս առաջացնես, ոչ թե դիսկուրսի ուղղությունը տաս դեմից հա, գրես ասես էսա, հաղթողները սրանք են լինելու, դե եկեք մասնակցեք այդ բաներին, էլի։ ասես խոսքի էսա ստանդարտը, ֆեստիվալն է ստանդարտը, մենք որոշել ենք արդեն, սրապես գրեք կստանաք։ Մեկ էլ այստեղ մի հատ էլի բան կա, ասում է պետության կողմից իրականացվող միջոցառումների եւ փառատոների ժամանակ անհրաժեշտ է բացառել չգրված գրաքննությունը, որ որոշ ժանրեր կարող են հնչել բեմից կամ ցուցադրվել, իսկ որոշ այլ ժանրեր ոչ։ Հիմա ինչ ասում ասի։ Դե ո՞րն է բացառել չգրված գրաքննությունը։ Չգիտեմ, երևի նկատի ունի, ասենք օրինակ կարող է ռեփ չեն թողում կամ ինչ-որ բաներ, այսինքն ինչն է այստեղ ասում, ինքը ամբողջ այս բանը գրաքննության մասին է, փաստացի, որ ասում մենք պետք է մենակ նես բաներ անենք, որ այսքան այս մեր կարծիքի, այս մեր նեղ շրջանակի շուրջ է ֆռում, բայց ձևերը կարան ուրիշ ձևերը կարան տարբեր լինեն, պետք չէ, ասենք օրինակ մարդը կարող ստենդափ անում, մարդկա ռեպա կարդում, մարդկա պարով է խաղաղություն բերում, կարևորը ասում է բովանդակությունը մենք ցենզուրա անում ենք, ձևը չէ, էլի։ Շատ հետաքրքիր բաներ էլ, այսինքն Падմենապանյացի, հայրը ո՞նց է Падմենապանյացին ոնց ասեմ։ Իմաստը փոխում նենգափոխում, իմաստի նենգափոխում, սա իմաստի նենգափոխումն է։ Լսի, իսկ հիմա որ մեկ ասի, բայց ինչով է ցենզուրը, հանրապետությունը պոզիտիվ պարտականությունն է, պլատոնն էլ օբշի վատ բան չի ասում, ասում ախպեր ջան, ոնց որ այն պաթոսը, նեգատիվ պաթոսը շատ է, օքեյ, մենք էլ հիմա պոզիտիվ պաթոսով կբալանսավորենք։ Ինչ կասես այդ մարդուն։ Ես հիմա որ լինեի սատանայի բան։ Ասեն գիտես ոնց նախ չի ասում, էլի եմ ասում, էլի նախ այդ նեգատիվ այդ պաթոսը, որ իրանց կարծիքով շատ է, անկեղծ կասեմ, ես տենց ին վրա այդքան չեմ զգացել։ Ժամանակին գիտես, որ նկատի ունեմ այն արվեստը, որը պետական բան ուներ, մինչև իրանց էլի, մինչև այս պարտությունը, մինչև Փաշինյանն ենք բան որ կային, այդ արվեստը ինքը գործում էր, բայց չի ասի շատ ազդեցիկ էր, անկեղծ ասած։ Այսինքն էլի մեկը ոնց որ ինչ-որ անհատների վրա է ամեն ինչ մեր տիպի հասարակություններում այդքան տենց մեծ չի էլի, ասենք կարող մի հատ, չգիտեմ, անհատ դրական բաներ բրթում, մի հատ անհատ բացասական, բայց երկուսին էլ սիրում էիր, նայում էիր, այսինքն ես չեմ ասի էլի ինչ որ sense սեղմող բան եմ զգացել։ Պաթոսի դեմ ոնց որ ասում էլի կրկնվեմ, էլի ամբողջ կյանքներս դրա դեմ մենք պայքարել ենք, չէ՞, ու հիմա կողքից կարա թվա, որ մենք ենք փոխվել։ Հիմա պաշտպանում ենք այդ պաթոսը, բայց չէ։ Բայց հակապաթոսն է, էլի, այսինքն այդ բանի ասածը որ պաթոսը չես կարա վերացնես, ախր, ամնախ ես օրինակ շատ եմ գրել պաթոսը ասենք դրանից որ ինքը կարա վերացնես։ Ժանրային առանձնահատկություններ են, էլի, դրանք ասենք պետք չէ, ասենք պաթոսով գրված լավ գործեր կարան լինեն, Չարենցը ասենք պաթոսով գրածնես բաներ ունի, չգիտեմ, էլի, այդ նկատի ունեմ էտել է մի քիչ բան, էլի քաղաքենիական մոտեցում է, ասենք որ կարա 16-17 տարեկանում որ Ես իմ անուշ Հայաստանի պաթոս չի։ Բա ինչա 16-17 տարեկանում որ մի երկու հատ Բուկովսկի բան էինք կարդացել, մենք էլ ունենք այդ բաները, դե լավ այդ պաթոսը թարգենք, բան գրենք, էլի առօրյական գրենք, պարզ գրենք, բան, բայց ասենք իր ժանրի մեջ էլի ինչ որ բանա, որ կարա լինի, էլի իր սիրահարները կունենա, դու էլ լավ բաները միշտ ամեն տեղից էլ հավանում ես, էլի այդ միաչափության թեման է, այսինքն այնպես չէ, էլի ասես մի գռդաբով դնես ամբողջը կտրես, ասես ոնց որ սես պետք է լինի, չէ՞։ Ես օրինակ մտածում եմ, որ այս նախագծում այդ պաթոսի մասին գրվել է, որ նեգատիվ պաթոս եղել է։ Գիտես ոնց որ իրանք այս գրածը լեգիտիմացնելու համար, որ ասեն, տեսեք, ուրեմն լիքը այս նեգատիվ պաթոս է գրվել, մարդիկ ուզեցել են երջանիկ ուրախ ապրեն հենա կենցաղում, բայց բեմում ինչ որ տենց նեգատիվ բան որ թե, հիմա մենք դրա դեմ պայքարելու համար պոզիտիվ պաթոս կբերենք։ Որտեվ նա ինչքան ուրճացնես քո թշնամուն, չէ, ինչքան ուրճացնես թշնամու դրա։ Այնքան հաղթանակը ավելի բան կլինի։ Այդքան հաղթանակը ավելի արժանապատիվ կլինի, դու ավելի հզոր կլինես։ Ինչքան քո թշնամին ավելի մեծ, դու այդքան ավելի թշնամուցդ մեծ։ Այդքանը հաղթողից էլ։ Ու կստացվում է, որ ինչքան իրանք ոնց էլ փորձեն ուրճացնեն, հա, մեծացնեն այդ պաթոսը, այդքան իրենց այս մյուս կողմից պաթոսը ավելի տենց
պամպեզնի կլինի, էլի ավելի պաթետիկ կլինի, ավելի տենց հզոր կլինի, ճոգում ես ոնց։ Բայց իրականում այսինքն մի խնդիրս նա է դա, որ չափազանցված է այդ պաթոսը։ Հատկապես կենցաղային մակարդակում, այն որ իրանք ասում են խոսքի բեմում ուրիշ ա եղել, կենցաղում ուրիշ ա եղել, չէ՞։ Չէ, բեմում էլ տես չի եղել։ Եղել է պաշտոնական պաթոս, որը հիմա իրենք էլ են արտադրում այդ ֆեստիվալների եւ այլն։ Կա պաշտոնական պաթոս, բայց կենցաղում այդպես չի եղել։ Ասում Շերլոկ Հոլմսություն եմ արել, մի հատ լուպես գտած Վաթսոն ջան, ըստ իմ այդ հատված եմ գտել, որ ինձ թվում է հենց Փաշինյանն է գրել, որտեղ երևի տենց տվել են նայել է, ասել է այս միտողն էլ գրեմ։ Խմբագրել է, այս մի կտորը ասել է այստեղ։ Ասում է իրական Հայաստանի միջավայրային գեղագիտության առանցքային խնդիրներից մեկը հանրային վերաբերմունքն է աղբին։ Այս մեկը որ հաստատ ես ոնց որ ասում եմ Շերլոկին պետք չի լինել էլի որ հասկանաս էլի։ Այդ բանը կաչի։ Որ ասպեր մեքենայով գրում ժեշտից մաշնակ եմ տանում, քիչ եք հավաքում։ Այդ իմիջիալոց այնտեղ լավ մտքեր էլ կան, այնտեղ բան կա որ պետքա վերաիմաստավորել արվեստի, իմիջիալոց մենք զբաղվում ենք հիմա դրանով, կարելի է այդքան տես մեծ փողեր դիմենք Patreon դառնանք մեզ ուղակի, ոնց արվում է այդ էլի։ Կամ չարքաստը դրամաշնորհի դիմի ԿԳՄՍ, այս իրական Հայաստանի գեղագիտության շրջանակը։ Դե իմիջիալոց ասում էլ է, էլի քննադատեք մեզ բան, որ հասկանանք ճիշտ։ Քննադատում ենք հիմա, կարեք կապվեք մեր հետ, դառնանք Patreon, մի քիչ բան անեք, որ ոնց որ ձեր ասածը առաջ ենք մղում էլի։ Լսի, իսկ եթե օրինակ դու ժամանակ գտնես հավես ունենաս կամ մուսատ գա կամ ոնց է լինում այդ process-ը գրես այս շրջանի վերաբերյալ քո գրականությունը վերաիմաստավորես ոնց ես վերաիմաստավորելու չգիտեմ ուր ես գնալու մի ծայրահեղություն մյուս ծայրահեղություն բալանսը ոնց ես գտնում ոնց ես անում հիմա ի վերջո ոնց է գրվում գրականությունը ես օրինակ չգիտեմ հետպատերազմյան գրականությունը ոնց է գրվում որովհետև տենց Հայաստանից լավ տեղյակ չեմ Գիտեմ, որ օրինակ նույն գերմանական օրինակը, քանի որ շատ եմ կարդացել, գերմանական, լեհական, չգիտեմ, այտենց հիմնականում մի 10-20 տարի անցնում, հա, օրինակ 60-70-ականներից է սկսում վերաիմաստավորումը, որովհետև ոնց որ դեմի տարիներին տրավման շատ պինդ է լինում։ Ու տրավման քեզ չի թողում նախ ոնց որ վերացարկվես այդ ցավից, վերացարկվես կորստից, իսկ եթե չես վերացարկում ցավից, չես վերացարկում կորստից, չես կարող ոնց որ բավարար ուղղակի ռեֆլեքսիա է դա բավարար դիստանցիայով սառնասրտություն չես կարող ունենաս որ մի քիչ բալանսավորված բան գրես էլի ես չեմ ասում որ եթե այդ ցավով ես գրում գրականություն դա անորակ գրականություն չէ դա էլ ուրիշ գրականություն է ինքը շատ որակով գրականություն է ի վերջո որակով գրականությունը դա ոնց որ տեխնիկայի բովանդակության ոճի ամեն ինչի համադրությունն է էլի ոչ թե թեմատիկան հենց այդ է ստեղ օրինակ ինչ են ասում են կա թեմատիկա որը կարևոր է հա իսկ մեր սաղ ասած այն է որ ի դեպս հաղորդման անընդհատ այս հաղորդման ընթացքում մեր շարքերում ասում ենք էլի որ խնդիրը թեմատիկան չի մարդը կարող գրի պատերազմի մասին նույնիսկ ռևանշիստական գրականության մասին բայց շատ որակով գրականություն ու դա կարա փոխի հասարակությանը կարաս կարդալ բանը ոնց էր այդ Արևմտյան ֆրոնտում առանց փոփոխությունների ռեմարկ ինք պատերազմի մասին է գրել, բայց պացիֆիստական գրականությունը կամ նույն Խեչոյանի այդ Սև գիրք ծանր բզեզը պացիֆիստական գրականությունը Դե գիտես ոնց է, նայ, օրինակ ես կարամ այս պատերազմի հետոյի մասին խոսամ, ինչ գրականություն է ստեղծվել, իմ կարծիքով շատ հետաքրքիր գրականություն է ստեղծվում, ասենք մի քանի գործ կա, որ հենց ուղիղ պատերազմի կամ հենց պատերազմի մասին է կամ դրա հետևանքների կամ դրա շուրջ ապրող մարդկանց, բան, ասենք ես իմ օրինակը կարամ բերեմ, չգիտեմ, ընդհանուր փորձում ես մի քիչ ցավացնես, անկեղծ որ ասեմ, էլի, որ մարդիկ, ես օրինակ տենց եմ մտածել, որ պետքա մարդկանց ցավացնես, որ իրենք հասկանան ինչա տեղի ունեցել։ Այսինքն ոչ թե հասկանան, ոնց բացատրեմ, որ կոմֆորտի զոնայից հանես նկատում ես ցավացնում։ Հա, կոմֆորտի զոնայից պիտի հանես, պիտի չսիրես, էլի։ Իմ կարծիքով տենց է, ճիշտ։ Ես տենց եմ տեսել։ Հա, չասես ոնց որ դրանք վատն էին, մենք լավն էինք։ Հա, ընդհանուր որ մեր ամեն դեպքում դու քո սխալների վրա պետքա կենտրոնանաս միջազգային ինչ-որ բանի մեջ չես, էլի, որ փորձես, չգիտեմ, ցույց տաս, որ մեզ հարձակվեցին, մեզ սպանեցին, պետքա փորձես ասես, դե հիմա այդ հարձակվողը հարձակվում էր, մենք ինչ արեցինք, դրա մասին խոսես ավելի շատ։
ուրիշ գրականություն եմ տեսել, ցավի գրականություն եմ տեսել, բայց հիմնականում էլի քննադատական գրականություն եմ տեսել։ Օրինակ ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր կլիներ, ովքեր գրել են այս բաները, էլի։ Ինչ էր սրա անունը։ Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման եւ աջակցության հայեցակարգ։ Հայեցակարգի հեղինակները, օրինակ կարդան 4-5 գիրք կա, որ պատերազմից հետո այդ մի քանի տարվա մեջ տենց վեպոտ տպվել է, ասենք բանի մասին, կարդան մի հատ օրինակ ասեն, օրինակ իրանց կարծիքով սրանք Կոլյա գիրքը կարդացել ես Կոլյա Ստեփանյանի այն որ ունեմ, բայց հələ չեմ սկսել։ Չի ձեռը չի ասել։ Հա, ունեմ, բայց հələ չեմ սկսել, բայց անպայման կարդալու եմ ու նկատում եմ մի հատ օրինակ ինձ հետաքրքիր է ռեալ այս գրականության օրինակների վրա։ Իրանք ֆեստիվալ բան են բերում։ Կարող է ես մի քիչ սխալ եմ, կարող է շատ լավ բան են մտածել, չգիտեմ։ Փորձեն թող մի հատ հələ կարդան, ասենք օրինակ ասեն այս չափորոշիչով ես եթե հիմա լինեի, հենց նոր գրեի այդ գիրքս ու ներկայացնեի որպես ինչ որ դրամաշնորհի, որ ինչ կասեին օրինակ, էլի, հետաքրքիր է։ Որտեւ ասում եմ գրում ես նոր ես ներկայացնում, թե ներկայացնում ես հետո ես գնում գրելու։ Բա չգիտեմ էլ վաղուց չեմ մասնակցում, բայց էլ այս եթերից հետո ոնց որ ասում արդեն չեմ մասնակցի երևի երբևէ։ Լսի, ինձ գիտես ինձ ինչներ է հետաքրում։ Ինչեւ հիմա էլ չէ, երևի հավանաբար իրանք դրամաշնորհներ իշխանությունի դեմս ԿԳՄՍ-ի դրամաշնորհներ տալիս է այդ ոնց ասեմ, այդ իրական Հայաստանի թեմաներով զբաղվողներին, գրողներին։ Հաղորդումներ կնկարեն, թողարկումներ կլինեն, գրքեր կլինեն, պատմվածքներ կլինեն, այդ թեմաներն է տալի, էլի։ Ինչի են սա հատուկ նախագիծարկել, մենք գիտենք էլ որ դրան են տալիս։ Մենք չի որ ինչ որ ռեվաշտական գրականություն են տալիս կամ չգիտեմ ինչ որ դրանց ասած նեգատիվ պաթոսն են տալի, բալում օրինակ որ նայում ես ովքեր են հաղթում, ինչ դրամաշնորհին հաղթում ԿԳՄՍ-ի օրինակ, այդ ոնց որ այդ դրականության, կյանքի շարունակության, այդ որը լավ վատ է։ Էգզիստենցիալ հարց է տալիս, այսինքն ինչի է արել, հա։ Իրենք դե ֆակտո սա արվում է։ Հա։ Իսկ հիմա ոնց որ ուղիղ չեն ուզում զանգեն, դե ֆակտո ֆեստիվալը արվում, դե ֆակտո Չերևանը արվում, հազար բան արվում դե ֆակտո։ Ինչ են գրել սրա մասին։ Դե մա չեն ուզում զանգեն երևի հերթով ասեին, որ կաղամարտկա չի ջոգում։ Կամ ուզում են որ տենան ինչ են իրանք։ Հատուկ դեպիլների համար են գրել, մասշտաբը մեծացնելու համար։ Որ էսա ապր։ Եթե չեք հասկանում ինչի մասին գրեք փող ստանաք, էսա ապր, էսի գրեք։ Հա, էլի, հա, իմ տպավորությամբ տենց բան է, էլի ավելի շատ։ Չգիտեմ։ Մարտակոչ է, էլի։ Միջանոցած որ քննարկում էլ շատ չեղավ։ Ես չտես ասեն, քեզ եմ տենում գրում ես մի երկու բան, ու տենց 1000-ից 1 մի մարդ գրի։ Լսի, դե քննարկելու համար պետք է կարդաս։ Ով է կարդացողը։ Դե նա մենք կարդացել ենք մոտավոր ասեցինք Կարան արդեն սրանից հետո կամ օրինակ այդ բան կա, չէ, օրինակ չգիտեմ, կարդան մեկը ասի հա հրաշալի է բան, մեկն էլ կարող ասի բանը դժոխք է բան, ուրանում եք, ուրացնում եք, չգիտեմ, վերացնում եք, մոռացման եք տալի ամեն ինչ, էլի, բայց իմ համար օրինակ ինձ ինչով էր կպել, որովհետև ինքը կարևոր է այնքան, որ իսկական կյանքի փիլիսոփայության գիծը, Պլատոնի ու Արիստոտելի գիծը։ Ինքը պրոստը պլատոնական է, ես ինքս պլատոնական չեմ, ես ինքս ցենզուրա չեմ սիրում, ես համարում եմ, որ ամենավատ բովանդակությունը ամենալավ ցենզուրայից լավ է, ավելի լավ է թողես վատ բովանդակություն, քան լավ ցենզուրա, որովհետև ցենզուրան ըստ սահմանման լավը չի լինում, ինքը անընդհատ կուլ է տալու նոր բաներ։ Կարող է սկզբում սկսես փոքր ցենզուրայից, հետո հավես ես ընկնում ու էլ դեմը չես առնի։ Քանի որ շատ հարցերում է տենց իմ։ Քանի որ ցենզուրը դեմը չես առնի, ավելի լավ է դեմից էլ ցենզուրա չանես։ Արի ես քեզ ավելի մի հատ ուրիշ կողմից օրինակ բերեմ, որ երևի թե ավելի հասկանալի լինի, քանի որ անտա Ստալին ենք ասում, արի մի հատ Եվրոպայի օրինակ բերենք, էլի, որ սիրելի Եվրոպան դեմոկրատիայի օրանը։ Օրինակ Եվրոպան ժամանակին սկսեց այդ բանը, չէ, չգիտեմ, նույնասեռականների, սկզբից կանանց իրավունքների, հետո նույնասեռականների, փոքրամասնությունների, հա։ Այդ Եվրոպան, Ամերիկան, այդ արևմտյան աշխարհը բան ասած, էլի կարճ ասած, այդ ուղղությամբ սկսեց գործեր անել, ինչ որ բայ դա բնականաբար պետքական բաներ, հիմա շատերի հետ կվիճենք, ասեն հիմա էլա պետքական, օքեյ, բայց մի քանի հատ կարևոր բանի մասն եմ խոսամ։ Երբ որ գնում է տենց բան, տենց մեծ process, պետության կողմից ղեկավարվող, պետության կողմից ֆինանսավորվող, ինքը հավաքում է մի հատ կոնտինգենտ, այսինքն մի հատ մեքենա է աշխատում այդ
բանի համար, էլի, այդ ռոպագանդայի համար, մի հատ մեքենա է աշխատում։ Այդ մեքենան օրինակ ինչ որ խնդիրներ սկսում է լուծել։ Okay, խնդիրներ էին, որոնք պետք է լուծվեին, լուծվեցին։ Հետո այդ խնդիրները լուծելուց հետո իրանք չեն գնալու տներով։ Այդ մի հատ պատկերացեք մի հատ մեծ մեխանիզմ է, որը մենակ այդ գիտի անել։ Ուրիշ խնդիրներ պետք է գտնի։ Իր մասնագիտությունը այդ է։ Ինքը մյուս ու ինչ որ պայի դու հասկանում ես, որ ասենք դա դառնում է իրոք, օրինակ խոսքի ազատության իրավունքի շատ լուրջ արդեն կոնֆլիկտ է դրա հետ։ Օրինակ արևմտյան կոմիկները շատ են բողոքում դրանից, որ ոնց որ ասենք ոչ մի բանից էլ չես կարող հումոր անես, այդ անտերը այդ է ծիծաղալու թեմա։ Cancel culture-ը։ Ծայրագությունը բերում է այդ cancel culture-ին, էլի։ Հա, cancel culture-ին իմիջիալով cancel culture-ը հələ մի բան էլ արածների համար էր դեմից։ Հետո դարավ լրիվ արդեն այն որ մի հատ բառ մեկը միտեղ սխալ իմիջիալից հումորի տեսանկյունից մենք բոլորս գիտենք, որ այդ տաբուական թեմաներն է, ամենահումորային բաները միշտ այդ ոնց որ ինքը սահմանային բան է, էլի, Արիստոտելը ինչ էր ասում էր պետք է գնաս հումորի թատրոն պետք է գնաս, տրագիկոմեդիա նայելու, տրագեդիա կոմեդիա միքսը նայելու, ինքնամաքրվես։ Այդ տաբուներին ոնց որ պետք է առերեսվես, ընդունես ու ինքնամաքրվես, ճոգում ես։ Okay, կարանք նայենք, օրինակ տես աչական ձախական թեմա էլ կարա ստե առաջանա, այն իմաստով որ պետությունը ինչքանով է մասնակցում է սրան, ինչքանով չէ։ Հիմա Արիստոտելյանն էլ ուրիշ մի քիչ արի անկեղծ լինենք, ինքն էլ մի քիչ ուրիշ միֆ կա Արիստոտելյանի մեջ, որ ոնց որ բոլոր մարդիկ բաներ են, տենց ինչ որ այդ ազատ կամքի ու բանի ինչ որ դրսևորումներ են, պետքա թողես ամեն մեկը իր ձևով աճի, ամեն մեկը մի հատ ուրիշ ծաղիկ է, չէ՞։ Էդ է բանը էլի ու այդ մի հատ բան փունջ կստացվի պետությունը, որը այս լավ կբուրի, բայց գիտենք որ դա էլ մեղմ ասած չի է։ Շատերը չեն էթալու կատարսիսի։ Հա, այսինքն մի քիչ միշտ բանի վրա է, էլի դիսկուսիայի վրա է, միշտ այդ սահմանը իջնում բարձրանում է բան, միշտ այդ իդեալական աշխարհի վերջո չկա, էլի։ Այստեղ էլ է մի քիչ ցավացնող էս հայեցակարգի մեջ, որ ոնց որ ինչ որ էլի եղած պրծած բանի մասին ոնց որ խոսա։ Ինձ օրինակ դուր չի գալի հակառակ պաթոսը, այս ամբողջ հայեցակարգի սա լոգիկան ինձ դուր չէր գալի հակառակ պաթոսը, որ ասում էր կար նախկինների պաթոս, որը վատն էր, հիմա կունենանք մեր պաթոս, որը լավն է։ Դա արդեն Դավլատովենցը ամենահայտնի բանն է, որ ասում է կոմունիստներից շատ ամենաշատ հակակոմունիստներին չեմ սիրում։ Հա, օրինակ ինձ այս նախագծում դա դուր չեկա, որովհետև ես տեսնում եմ, որ իրենք ասում են պաթոսը վատա, նեգատիվ պաթոսը վատա, բայց այդ նույնը գրածը դրակ բան է, պոզիտիվ պաթոսով։ Յանի պոզիտիվ պաթոսով էլի։ Հա, Զիբիլասիր հիշա էլ այդ աղբի պատմությունը։ Ինքը օրինակ էլի պոզիտիվ պաթոս չի ինքը։ Այսինքն աղբի նկատմամբ վերաբերմունքը այդքան ֆետիշացնել, այդ արդեն պաթոս էլ չի, եսի ինչա էլ։ Բայց այս թշվառությունը, այս գավառականությունը, որ աղբի հետ հարաբերություն, աղբեր չեն, լավ գրողները տհաս են եղել, տգետ են եղել, չգիտեմ, նեղմիտ են եղել կներեք արտադրությանս նորմալ չեն կարացել գրեն, ուղեղների ամպլիտուդը չի, հա, չգիտեմ, մտքի ամպլիտուդը չի կարացել բերել։ Գտնիկ մարդկանց, որ գոնե կարող այդ մտքի ամպլիտուդով գրել։ Սենց ուղիղ լավավոր գավառական խի գրել։ Բայց ինքը մի դերասանի թատրոն է, էլի, եւ կներես մի դերասանի թատրոն եմ ասում, մի հանդիսատեսի թատրոն է։ Մի փորձագետի թատրոն է։ Այսինքն ինքը գրվում է, որ մի մարդու դուր գա, հասկանում ես։ Եվ այդ մի մարդը խմբագրում է, գիտես ոնց է, գրում են, որ այդ մի մարդու դուր գա, գրում են այդ մի մարդուն, այդ մարդը խմբագրում է, հա, ամենայն հավանականությամբ ինքը ասել է, այս աղբի մասին բան չեք գրել, աղբեր։ Սպասի, ես կա։ Հա, դա կավելացնում ես։ Հա, իմիջիալից։ Այդպես գիտես, չէ, ես չգիտեմ, էլի երկրորդ եթերում ասել եմ թե չէ, որ 30-ականների վերջում տարիներով քննարկ բաներ, հանձնաժողովներ կային, որ խորհրդային միության պատմության դասագրքեր, դպրոցական դասագրքեր դե առաջի անգամ հրապարակ էին, Ստալինը ձեռով խմբագրում էր պատմության դասագրքերը, հատվածներ էր ավելացնում, ինչ որ բաներ էր փոխում։ Լուրջ հետազոտություններ կան, ախպեր բանը, ոնց որ երկու մեծ դպրոց էր աշխատում, Լենինգրադյան ու Մոսկովյան դպրոցը, դե պատկերացնես խորհրդային միության պատմության դասագրք առաջի դասագիրքը պետք է հրապարակվի, հա, ու երկու մեծ դպրոց է, Լենինգրադյան ու ոնց որ Մոսկովյան, ու նախագծերը ուղարկում էին Ստալինին։ Բաները կա, արխիվային նյութերը կա, որտեղ ինքը ձեռով փոխում էր, խմբագրում էր, բառեր, արտահայտություններ, ինքը իր ձեռով։ Գեղագիտական տեղորոշիչ էր անում, էլ ու հետո ասում էր, այս։ Հա, այդ դրանով շատ նման է մեր տեղական։ Okay։ Արի լավ, մի քիչ գնանք երևի ավարտին, տեսնենք շատ խոսացինք, խոսքենք տվե մի քիչ խոսանք, չէ՞, այսօր որ բան չանենք, չօգնացնենք։ Ըստ քեզ ո՞նց կարա աշխատի այս
տեղորոշի գեղագիտական իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշիչ է, էլի։ Նախ ուրիշ բան է, ինչի են միանգամից վերնագրի մեջ որոշել, որ դա իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշիչ է, ու այնտեղ ուրիշ Հայաստաններ կան։ Չեմ կարող ասեմ, իմ մոտ ուղղակի միշտ այն բանն է, որ ասում է Հայաստանի պես պետությունների ոնց որ օրենքների ոչ լիարժեք ու սխալ լինելը ոնց որ կոմպենսացվում է դրանց իրականացման որակով, էլի։ Դրա համար ոնց որ մի քիչ այդ իմաստով թեթև եմ տանում, որովհետև ենթադրում եմ, որ չեմ կարծում այդ ուղղությամբ տենց շատ բան անեն, որովհետև գիտես ոնց է Հայաստանում գաղափարախոսություն տենց լավ զարգացած չի, անկեղծ լինենք, էլի։ Միշտ գործում է իմ քյարը գաղափարախոսությունն է, էլի։ Այսինքն այս պահին իմ ալաֆը տեղորոշիչ է։ Հա, այս պահին տենց է ձեր տալի, տենց կանենք։ Դրա համար տենց այս ավելի շատ այս խոսակցությունը նրա մասին էր, որ այ հենց ավելի այդ բարձր թեմայի մասն էր, մի քիչ իհարկե շեղվանք այդ պլատոնական ու արիստոտելական այդ դպրոցների տարբերության մասին էր, մենք որ ավելի որ կողմ ենք նայում, մեր հաղորդումը ավելի շատ որի մասին է, այդ տեղորոշվեցինք էլի այս բանի շուրջ։ Թե հիմա ինչ կլինի, ինձ թվում է ինչ լինում էր կշարունակվի, այնքան փոքր է մեր համայնքները արվեստով զբաղվող մարդկանց, ով կարա իրոք ինչ որ բան ստեղծի, չեմ կարծում, որ շատ ուժեղ ռեպրեսիաներ կսկսեն, անկեղծ ասեմ, այն իմաստով, որ ոնց որ 20-30 հոգի մարդ կա, օրինակ գրականության ոլորտում, մի այդքան էլ էս ոլորտում են ոլորտում, իրանցից ամեն մեկը ունի որոշակի level, չեն կարա դրան չնայեն։ Եթե սկսեն չնայեն, ուղղակի որակը կընկնի, այսինքն այդ իրանց հիմա իրանց կարծիքով էս իրանց բաներով ինչ որ մեկը սկսել է թատրոններ դնել, մարդիկ գնան նայեն, եթե որակ չտան, չեմ կարծում։ Հետո այդ բանն էլ կա, չէ, որ ասում են թաթային բերեցին երկեց, ժողովուրդը բարեց, ուրեմն ժողովուրդը ուրախ է։ Հետո էլի հոգեբանության տարական գիտելիքներ չունենալու մասն է խոսում, էլի այդ նույն պատմությունն է, որ եթե ոնց որ այս բան պարում են, ուրեմն վերջ, էլի կայֆ է, սա լավ է։ Բայց այդ չեն գցում բռնում, որ այդ նույն մարդը կարող է առավոտը ինչ որ ուրիշ միտինգի մասնակցած լինի, դրա դեմ լրիվել է, այսինքն այդ մի քիչ բան է, էլի բարդ է մարդը, տենց հեշտ չի էլի կառավարելը, տենց հեշտ չի ձևափոխելը, այն էլ ազգը, չգիտեմ, ավելի մեծ միավորներ էլի։ Դրա համար կարծում եմ ուղղակի էս լավ առիթ էր, որ մենք տեղորոշվենք այս Արիստոտել, Պլատոնես համակարգում, թե չէ ինքը իրանով չեմ կարծում ինչ որ լուրջ բաներ, իրանք է տենց երևի լուրջ չեն տարել էլի, որ տեսնես ասենք նա նախադասություն կար, կարդում ես չես հասկանում, հետո հասկանում ես որ սխալ կա ուղղակի։ Ենթական են, չգիտեմ, ստորոգելն են մոռացել, ենթական են մոռացել, չեն համա։ Մի երկու բառ չկար նախադասության մեջ, չես հասկանում ինչ ա ուզում ասի, ենթադրում եմ, որ իրանք էլ լուրջ չեն նայել, հույս ունեմ, որ որտեվ տխուր կլինի, որ բարձվի լուրջ են նայել ու սենց է ստացվել։ Բայց այդ արդեն քանի որ ավարտում ենք, այդ հարցն կանենք թողենք մեր ընթերցողներին, պետությունը ամեն դեպքում զբաղվում է ուսուցչական գործունեությամբ։ Ճիշտ է, ուզի։ Կարա զբաղվի ավտորիտար մոդելով, կարա զբաղվի ժողովրդավար մոդելով։ Վերևից ասի էսա սրա մասին գրեք, սրան փող կտանք։ Ժողովրդավար մոդելը գիտես որն է, ինքը ասում է էս ոնց որ էս սրա շուրջ մտածեք, մեծ թեմաները մենք տալիս ենք, բայց մնացածը դուք գրեք։ Պարզա որ մնացածը դուք գրեքը ենթադրում է որ չգիտեմ ավտորիտարիզմի գովք չեք անում, ֆաշիզմի, նացիզմի գովք չեք անում, անհանդուրժողականության գովք չեք անում, սենց բաներ էլի։ Բայց ոնց որ ոճը ձևը թողում եմ ձեզ։ Ոնց պետք է լինի ի վերջո, ոնց է անելու, օրինակ հիմա այս նախագծով ինչ են ասում, ի վերջո ինչ են ասում, նախբեջ մենք որոշել ենք որ պետությունը ունի պոզիտիվ պարտականություն, մենք պլատոնական ուղղության կողմնակից ենք, մենք որոշել ենք, որ սրանք են չափորոշիչները, էս են ոնց որ ուղենիշները գնալու, Արագածը, Աղբը, չգիտեմ, Չերևանը, հազարը մի բան կա, սրա պես արեք, փող կտանք ձեզ։ Խաղաղությունից կգրեք տարաշնորհավորություն եւ մեր ասածը զուտենա, որ դա այդպես չի աշխատում, ոնց որ պատվերով գրականություն, պատվերով արվեստ, պատվերով մշակույթ լինում, չկարաս արտադրես։
Հա։ Կարաս այդ արտադրանքի անունն էլ դնես, որ խոսքի չգիտեմ, գրականությունը, արվեստը, մշակույթը եւ այլն, բայց ինքը ոնց որ ժամանակ այդ պահին կմնա, հետո ոչ մեկ չի հիշելու դա, որովհետեւ խորհրդային միությունում միլիարդներով մակուլատուրա են արտադրել պատվերով, ճիշտ է, ուր են դրանք, ուր է այդ մակուլատուրան։ Երևի տրիլիոն ռուբլիներով փող է ծախսվել խորհրդային միությունում, ճիշտ է, այդ պատվերով գրականության վրա, ուր է այդ պատվերով գրականության Այդ նույն ժամանակ է նկատնում եմ նույն ժամանակ, չգիտեմ, ասենք Վիսոցկին կարող է ինչ-որ երգա գրել ինքն իրանով առանց ոչ մի փողի բան, նույն բանն էլ ստեղ կարելի է ասել, որ կլինի։ Հա, հիմա ասենք փող չեն տա, չգիտեմ էլի ինչ-որ օրինակ կարող է ինչ-որ մեկին փող չտան, որտեվ քննադատել է այս բանը, կամ չի ուզում մտնի այդ խաղերի մեջ, կամ փորձում է չի բռնում էս։ Իսկ եթե խոսքենից արտադրանք ինքը կարող է մի հատ գիրք գրի, որը ավելի կծախվի, ուզում ասեմ էս չգիտեմ, ավելի շատ իսկ եթե նենց արտադրանք են արտադրում, որ մենակ լավ բանն է տեսնում, օրինակ պատկերացրեք ինչ-որ հաղորդում է, որը մենակ պոզիտիվ է, կամ ինչ-որ քննարկում է, որը մենակ պոզիտիվ է։ Նա ես օրինակ տեսել եմ, ես օրինակ sense բան պատկերացնում եմ մենակ մի ֆորմատով համերգ։ Պարենք ուրախանանք, ասենք օրինակ դլեի ամանը չերքեն, թաթան երգի։ Okay։ Մենակ այդ եմ հասկանում, ասենք ես օրինակ թատրոն չեմ հասկանում sense։ Լավ ասենք, չգիտեմ, էլի կոմեդիան ինչքան է կոմեդիա լինի, ինքը մի քիչ տրագիզմ, եթե որակյալ է, պետք է տրագիզմ ունենա, պետք է խոսա խնդիրներից։ Իսկ խնդիրներից եթե խոսա, ինքը չի կարա տեղավորվի այս չափորոշիչների մեջ։ Դու չես կարա, եթե ասենք օկուպացիաս տարածքներ ունես, չեմ գերիներ ունես ընդ Բաքվում, հազարու մի խնդրեմ ունես, արցախցիներ ունես, որ եկել են այստեղ տուն չեն կարում գնեն, մնացել են ոնց որ կիսատ վիճակում, հայրենիք են գործել, ու չես կարող ուղղակի ասենք ինչ որ լուրջ արվեստի գործ ստեղծես, որ այդ ամեն ինչի մասին չի լինի։ Չի ունենա մեջը։ Կամ գոնե հա չքննարկի այդ թեմաները։ Հա, էլի, իսկ ստեղ ոնց որ ես մենակ հասկանում եմ այդ ֆեստիվալային այդ ոնց են ֆեստիվալ, այդ խեն տենց ասում вообще չեմ դու իրանք են հորին է։ Նայ, ֆեստիվալ կա, չէ։ Հա, հեսի վառա, կյանքը վառա։ Չարենցը ոնց էր ասում են, որ տենց նոր արդեն կյանք։ Չէ ջոգի։ Այդ բանը ես չի ինձ ասել են խիատը։ Հա, նկատի ունեմ մենակ այդ բանով եմ ես տեսնում, որտեղ ասենք ոչ թատրոն եմ այդպես տեսնում, ոչ գիրք առավել եւս вообще չեմ տեսնում էլի։ Տեքստ ցանկացած քննադատություն կլինի, հրապարակախոսություն կլինի, ցանկացած տեքստ, ես էլ օրինակ տենց։ Okay, գրեցիր, որ այլևս Չէ, եթե անկեղծ լինեին գրեին, մեզ գովացեք բանվորների եւ կթվորուհիների առաջ համագրվում չես, жизнь стала лучше, жизнь стала Okay, գրեցիր այդ միտողը եւ Հա, չի լինում։ Չէ, կարող է լինի, եթե օրինակ, չգիտեմ, ի վերջո մարդիկ կան, որոնք ուզում են մենակ լավը լսեն, ասում են դե սպանեցեք նեգատիվով, լիքը լավ բաներ ալում, հերիքա նեգատիվ։ Ուղղակի ֆիզիկապես չեմ կարդացել տենց բան, չեմ կարում պատկերացնել ոնց են գրում, էլի դրա համար ես չափորոշ ես այդ դրա համար էի ասում, որ ասենք օրինակ մի 15-20 գիրք կարելի է ուղարկել հիմա իրանց, ասել հələ մի հատ ասեք, ես չափորոշիչներին բռնում եմ, սրանք թե չասենք, եթե հիմա տպվեին, դուք կտպեիք, կաջակցեք Մյուս կողմից է կարող է իրանք մտածում մշակույթի նախարարությունը փոխի իր պրոֆիլը ու զբաղվի մենակ ֆեստիվալներով։ Դա հիմա առնվազն գոնե օրենքով դրանով է զբաղվում, որովհետև այդ ի վերջո դա ոնց որ Էդ էլ է էլի տարբերակ, կարող ասում են էլ այդ ձեր այդ բան նուդնի բաները չենք ուզում փոխտանք դրան։ Ուրախ զվարթ ոնց որ երջանիկ բաների մասին գրեք, մարդիկ թող իրանց լավ զգան, ուտեն խմեն, քեֆ անեն։ Էլ եմ ասում, կարող է գրելը թարգեն, էլի, вообще, ասեն գրականությունը ասեն դե փող չկա։ Ֆեստիվալներ կանենք մենակ։ Դա պոզիտիվ գրականությունն է մենակ փող կտանք, չգիտեմ։ Վիգեն ավետիսին փող կտանք մենակ, արձոնին կտանք, ում կտանք, չէ՞, ով լավ բաներ գրում, ուրախ բաներով է գրում, դրանց կտանք էլ ինչ։ Լավ, նոր Հայաստանի գրականությանը կտանք էլ։ Ախր գիտես որ Նովի Արմենին է։ Չարենցը նույնիսկ Չարենցը որ ուղն ու ծուծով, հա, ուղեղով, ոսկորով բոլշևիկ էր, չէ՞։ Այդ հավատում էր նոր Հայաստանին, հեղափոխությանը բան, արա դժ ինքը ինչ որ պայջակեց, որ այդ մենակը տես չի աշխատում։ Սկզբի շրջանի այդ պաթոսը որ կար, հետո փոխվեց, գնաց հետ գնաց խնդիրներին գնաց, խնդիրներին գնաց, դաժե ինքը փոխվեց։ Այն որ ինքը ուղն ու ծուծով բաներ է, ասում այդ ուղեղի ամեն բջիջով բաներ, հեղափոխականներ ու հավատում էր, էլի։ Այս գրողները տես չեն։ Այս մտածողները տես չեն, այս մարդիկը տես չեն ախր, մենք դա գիտենք։ Դե էլի այդ իմ քարի բանն է, էլի։ Նո երևի կարող է միգուցե քար չկա բանա,
չեն հասկանում կամ անկեղծ հավատում են։ Խիչ ես մտածում, որ մարդիկ անկեղծ հավատում են, խես քարի մաս մտածում։ Չի կարա մարդը անկեղծ հավատա, որ եթե լավ ասես, լավ կլինի։ Կարա։ Ես ուղղակի չեմ ճանաչում արվեստի։ Ես խմելուց եմ մենակ տեսա մարդկանց, ովքեր կենաց բաժակ վարում, ասում են լավ ասենք, լավ լինի։ Ես Բայց գործնականում այդպես չէ։ արվեստի մեջ չեմ տեսա տենց մարդկանց, ովքեր այդքան նաիվ են նայում, էլի։ Անկեղծ եմ ասում, ով էլ բան է անում, փորձում է տեղավորվի, երևի ուղղակի քարիտ պահա, չգիտեմ, կամ ասենք գաղափարական ինչ որ բան են դնում իրենց առաջ, որ Կարա, բայց вообще տենց արվեստ լինի, նախկինների դեմ է, էլի, մի խոսքով կարող է։ լավ ասես, լավ լինի։ Լավ ասես, լավ լինող արվեստ կա вообще պատմության մեջ համաշխարհային։ Կարելի է հարցնել մեր փորձագետներից, ովքեր գրել է։ Օրինակ, վատ ասես, լավ լինի, արվեստ կա, Չեխով, Դոստոևսկի բան չգիտեմ, Սարտր, Մարտր, Կամյու, ինչքան ուզես։ Էդի վատ ասես, լավ կլինի արվեստ, այլ վատ ասես, վատ կլինի, տենց արվեստ է կա, բայց լավ ասես, լավ կլինի արվեստ։ Դե Երևի հոլիվուդյան կինոներ Քարշությունը, չէ, պրոպագանդան քարշությունը միգուցե, լավ ասես, լավ կլինի, չգիտեմ։ Սովետը երկրորդ համաշխարհային ժամանակ որ պատմավեպեր էր պատվիրում կամ ինչ որ սովետի սաղ պրոպագանդայի սաղ միտքը պաթոսը բանն չէ լավ ասեմ Մաթևոսյանը որ ասում էր դերասանուհիների լավատեսական հետույքներով ես ֆիլմը չեմ պահի չեմ կարա ես տենց բան չեմ տենց ֆիլմերը տենց բաներ ախր մեծ բաներ չեն ունենում է դա սաղ հարցը այսինքն նայ օրինակ բերեցիր Հենդոն կամ մյուս կինոները որ շատ են նայել Հիմա հա իրանք գնացել նայել են, մի քիչ ծիծաղացել են, անցել գնացել է, բայց հիմա դու կարաս ասես, որ դա այն նույն ազդեցությունն է ունեցել հայ հասարակության վրա, ոնց որ ասենք mea culpa կամ մյուս։ Չես կարա, իհարկե չես կարա։ Խալքաբալադան։ Հա, չես կարա, որտեվ տենց չի, որտեվ այդ մարդիկ հասկանում են, որ դրանք տարբեր բաների համար են։ Կա սենց արվեստ, ստեղ ծիծաղում ես, բան չի էլի, ուզում եմ ասեմ Դիր արտադի մենակ տենց բան։ Օրինակ տես ես եվրոպական քաղաքական Կարող հակակշռում են, եվրոպական մշակույթային քաղաքականության ի՞նչն եմ սիրում։ Եվրոպական մշակույթային քաղաքականությունը հիմնականում ոնց որ ձախական կողմնորոշման վրա է ու փողատալի հիմնականում արվեստագետներին կամ հեղինակային ֆիլմերին կամ մնացածին, որոնք կենտրոնանում են բանի վրա։ Ասում են, ոչ կա պոպուլյար արվեստ, pop culture կա, իրանք իրենց համար փող միշտ կճարեն։ Իրենց փոփի համար փող կա, ռեսուրս կա, ամեն ինչ կճարվի։ Այն արվեստը, որը այդքան պոպուլյար չի կարա լինի, բայց էլի կարևոր է։ Այ մենք դրան փող կտանք։ Որտեղ դա պոպուլյար է։ Հիմա այս նախագիծը ես որ կարդում, ես հասկանում եմ, որ իրանք ասում են մենք այն պոպուլյարին փող կտանք։ Չէ, իրանք հիմա այս նախագծով ուզում էին ապացուցեն, որ այդ պոպուլյարը պոպուլյար չէր։ Մարդիկ վախում էին։ Պոպուլյարը պոպուլյար չէր, ու մենք հիմա պոպուլյարին փող կտանք։ Հա։ Իսկ այն ձեր քննադատական, ձախական, մախական բաներով այդ ձեր նեգատիվ պաթոսը վերցեք ու ստուց։ Հա, լավ։ Այս ուրախ նոտայի վրա շնորհակալություն հայտնեմ։ Հիշեցնեմ երկար խոսացինք անպայման մեկնաբանություններ գրեք, ամենահետաքրքիր մեկնաբանությունը մեր կողմից ընտրված կսկանա Վահագն Գրիգորյանի Ոստանի վերջին ճամփորդությունը գիրքը։ Այո։ Շնորհակալություն մեզ այսքան դիմանալու, լսելու, հետևելու համար։ Միացեք մեզ հարթակներում Spotify-ում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, որտեղ որ ձեզ հարմար է։ Այսքանը հուսով եմ դուր եկավ ձեր եթերը, այո, գրեք թե ինչ կարծիք եք այս էքսպերիմենտալ եթերի մասին, ոնց էր սա, միգուցե մերը չի, թարգենք քաղաքականության թեման ընդհանրապես չխոսենք, շարունակենք զուլալ մաքուր արվեստ գրականություն եւ այլն, ինչքան հնարավոր է դա։ Միգուցե ասեք չէ լավն է, կարելի է տենց էլ 1-1 չգիտեմ, երկու ամիսը մեկ կարելի ասած ինչ-որ։ Հա, այս մշտական չի լինելու, էլի գրքեր չեն խոսալու։ Մենք էլի բաներ ենք էլի անում։ Unsubscribe չլնեք, էլ։ Փորձարկումներ ենք էլի ոնց էր անում։ Այսքանը միշտ որ հանդիպում։ Հաջողություն ձեզ։ Ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։